Երբ ֆիզիկոսները 1963 թվականին առաջին անգամ ճշգրիտ չափեցին տիեզերական տարածության ջերմաստիճանը, նրանք բախվեցին այնպիսի պարադոքսի, որը լիովին հակասում էր ողջ մարդկային ինտուիցիային։ Հզոր հեռադիտակները ցույց տվեցին, որ տարածության մեծ մասում ջերմաստիճանը կազմում է 1,8 աստիճան բացարձակ 0-ից բարձր, այսինքն -271 աստիճան Ցելսիուսով։ Բայց ահա հենց այդ պահին, երբ դուք կարդում եք այս տողերը, ձեր գլխից վեր, ձեր ավտոմեքենայի տանիքից 1500 միլիոն կիլոմետր հեռավորության վրա կա հսկայական բոցավառ գունդ, որի մակերեսի ջերմաստիճանը հասնում է 5500 աստիճանի, իսկ միջուկում 15 միլիոն աստիճանի։ Արեգակը։ Ինչպես է հնարավոր, որ այդպիսի հրավառ ջերմության աղբյուր շրջապատված է անհավատալի սառնությամբ։ Հիշեք դասական ֆիզիկայի այն պարզ օրենքը, որը բոլորս սովորել ենք դպրոցում։ Ջերմությունը միշտ տարածվում է տաք մարմնից դեպի սառը։ Ջերմատար փուխը տաքացնում է սենյակը, տաք թեյը սառչում է սառը օդում։ Արեգակը, այդ հսկայական ատոմային ռեակտորը, որը ամեն վայրկյան վառում է 5 միլիոն տոննա վառելիք, պետք է տաքացներ շրջապատող տարածությունը։ Բայց փոխարենը մենք ունենք համարյա բացարձակ 0։ Կարող է արդյոք լինել, որ մեր ամբողջ պատկերացումներն էներգիայի փոխանցման մասին սխալ են։ Կամ թերևս տիեզերքում գործում են այնպիսի օրենքներ, որոնք չեն համապատասխանում մեր երկրային փորձին։ Սկսենք այնտեղից, որտեղից բոլորս ենք սկսում, մեր սեփական փորձից։ Ձմռանը դուք ելնում եք տանից եւ արևի տակ անմիջապես զգում եք ջերմություն։ Ամառային օրը մեքենան արևի ներքո տաքանում է մինչև անհանգստացնող ջերմաստիճան։ Լեռներում բարձրության հետ ջերմաստիճանը իջնում է, բայց ոչ այդպես սրընթաց։ Մոտավորապես 6 աստիճան ամեն 1 կիլոմետրում։ Այս փորձը մեզ սովորեցրել է, որ արեգակի ազդեցությունը կա, եւ այն տաքացնում է իրեն շրջապատող ամեն ինչ։ Երկիրը տաքանում է օրվա ընթացքում եւ սառչում գիշերը։ Մթնոլորտը պահպանում է այդ ջերմությունը։ Ամեն ինչ տրամաբանական է եւ հասկանալի։ Բայց հիմա պատկերացրեք, որ դուք բարձրանում եք երկրի մակերևույթից։ 100 կիլոմետր բարձրություն, մթնոլորտի սահմանը։ 200 կիլոմետր, միջազգային տիեզերական կայանի ուղեծիրը։ Այստեղ արդեն գրեթե չկա օդ, նշանակում է գրեթե չկա ինչը կտաքացվի։ Եռա 150 կիլոմետր բարձրությունում ջերմաստիճանը արագ կրճատվում է։ 1000 կիլոմետրում մթնոլորտի վերջին մնացորդները պահպանում են դեռևս -60 աստիճան։ Բայց երբ դուք անցնում եք 5000 կիլոմետր, 1000 կիլոմետր, 100,000 կիլոմետր, տարածությունը դառնում է զարմանալիորեն սառը։ Երբ լուսնի ուղեծիրը 350,000 կիլոմետր, արդեն -270։ Երբ Մարս 250 միլիոն կիլոմետր, նույն -270-ը։ Երբ Նեպտուն 4 միլիարդ կիլոմետր, դարձյալ նույն սառնությունը։ Նավիգատոր 2 վագոնը, որը 1977 թվականին թռավ դեպի միջաստղային տարածություն, տեղադրված էր հատուկ սենսորներով։ Երբ նա հասավ արեգակային համակարգի սահմանին 18 միլիարդ կիլոմետր հեռավորության վրա, նա չափեց ճշգրիտ նույն 2,7 աստիճանը։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղաֆիզիկոսները հաշվարկներ էին կատարել, որ այդ հեռավորության վրա պետք է լիներ առնվազն մի փոքր ավելի ցերեկային ջերմություն։ Բայց իրականությունը ցույց տվեց, որ տիեզերական տարածությունն ունի գրեթե հաստատուն ջերմաստիճան։ Անկախ նրանից, թե որքան հեռու եք աստղից, լաբորատորիաներում ֆիզիկոսները սկսեցին նմանեցնել պարզ փորձեր։ Տաք մետաղեգունդ վատուումային պատուհանի մեջ։ Բավականաչափ պարզ դրվագ, դիտել, թե ինչպես է տաքությունը փոխանցվում դատարկության մեջ։ Կեմբրիջի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում 1969 թվականին 10 տարի տևած փորձերը ցույց տվեցին ապշեցուցիչ արդյունք։ Տաք մետաղե մակերեսը, որը պահվում էր 1000 աստիճան Ցելսիուսով, սառչում էր անհավատալի դանդաղությամբ, միայն ճառագայթման միջոցով։ Եթե նույն գունդը տեղադրվեր օդում, այն կսառչեր 200 անգամ ավելի արագ։ Դատարկության մեջ չկար օդ, որը կտաներ ջերմությունը։ Չկար նյութ, որը կվերցներ էներգիան։ Իսկ հենց այստեղ է թաքնված հիմնական գաղտնիքը։ Տիեզերքում ջերմության փոխանցման ավանդական եղանակներից աշխատում է միայն մեկը։ Երկրի վրա մենք սովոր ենք 3 եղանակներին։ Հաղորդականություն, երբ ջերմությունը տարածվում է նյութի ներսում, ատոմից ատոմ։ Կոնվեկցիա, երբ տաք օդի կամ ջրի հոսքերը տեղափոխում են ջերմությունը։ Եվ ճառագայթում, երբ էներգիան տարածվում է էլեկտրամագնիսական ալիքների տեսքով։ Բայց տիեզերքում այդ հսկայական դատարկության մեջ չկան նյութ հաղորդականության համար, չկան հոսքեր կոնվեկցիայի համար, մնում է միայն ճառագայթումը։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք կրակի մոտ ձմեռային գիշերը։
Ձեր դեմքը զգում է ջերմությունը, թեև օդը շրջապատում է սառը։ Այդ ջերմությունը հասնում է ձեզ ինֆրակարմիր ճառագայթման միջոցով։ Նույն սկզբունքով արեգակը ճառագայթում է էներգիա, բայց այստեղ առաջանում է հիմնական հարցը. ինչու այդ ճառագայթումը չի տաքացնում տիեզերական տարածությունը։ Ինչու երկու կետերի տարբերությամբ արեգակի մակերեսի 5500 աստիճանի եւ տիեզերքի -271 աստիճանի միջև։ Պատասխանը կայանում է տիեզերքի առավել անսպասելի հատկանիշում։ Տարածությունը գրեթե կատարյալ դատարկ է։ Յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրում կա միջինը 1 ատոմ։ 1 միակ ատոմ խորանարդ սանտիմետրում։ Համեմատության համար երկրի մթնոլորտում նույն ծավալում կա 25 միլիարդ մոլեկուլ։ Արեգակը ճառագայթում է հսկայական էներգիա 3.6 միլիոն միլիարդ վատ յուրաքանչյուր վայրկյան։ Բայց այդ էներգիան անցնում է տարածությամբ առանց ուղղակի շփման։ Ճառագայթումը, էլեկտրամագնիսական ալիքները պարզապես ճանապարհորդում են դատարկությամբ։ Նրանց չկա ինչին փոխանցել իրենց էներգիան։ Մասաչուսեթսի տեխնոլոգիան ինստիտուտի աստրոֆիզիկոսները 1984 թվականին հաշվարկեցին մի զարմանալի փաստ։ Եթե տիեզերական տարածությունը լցված լիներ օդով, ինչպես երկրի մակերևույթը, արեգակի ճառագայթումը տաքացներ այդ օդը հսկայական ջերմաստիճանի։ Ամբողջ արեգակային համակարգը վերածվեր կայծակներով եւ հզոր պլազմայի փոթորիկներով լի տիեզերական տաք ջրավազանի։ Բայց այդ օդը չկա, եւ ճառագայթումը անցնում է անտեղի, չգտնելով իր ուղին կանգնած նյութ։ Սակայն պարադոքսը դեռ ավելի խորն է։ Տիեզերքը չէ, որ պարզապես դատարկ է, այն նաեւ լցված է էներգիայով։ Տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթում մեծ պայթյունից մնացած հնագույն լույսը։ Այս ճառագայթումը լցնում է յուրաքանչյուր խորանարդ սանտիմետր տարածության, եւ հենց այն է սահմանում այդ 2.7 աստիճանի ջերմաստիճանը։ Պրինսթոնի համալսարանի աստրոֆիզիկոսներ Ռոբերտ Դիկկի եւ Դեյվիդ Վիլկինսոնը 1965 թվականին առաջին անգամ ճշգրիտ չափեցին այդ ճառագայթումը։ Նրանք հայտնագործեցին, որ ամբողջ տիեզերքը լողում է անտեսանելի էլեկտրամագնիսական ալիքների ծովում, որոնք տարածվում են դեռևս մեծ պայթյունից 13 միլիարդ 700 միլիոն տարի հետո։ Կարող եք պատկերացնել։ Արեգակը վրեգակը վառում է իր միջուկում հիդրոգենը հելիումի, արտադրելով անհավատալի ջերմություն։ Յուրաքանչյուր վայրկյան այն կորցնում է 4 միլիոն տոննա զանգված, փոխակերպված մաքուր էներգիայի։ Այդ էներգիան ճառագայթվում է տիեզերք, լույսի արագությամբ։ 8 րոպե 19 վայրկյան հետո այն հասնում է երկիր։ Մեր մթնոլորտը կլանում է մի մասը, մյուսը անդրադառնում է։ Մակերեսը տաքանում է, օվկիանոսները պարունակում են ջերմություն, օդը շարժվում է, ստեղծելով եղանակ։ Եվ գիշերվա կողմը ստվերում։ Այդ ջերմությունը դանդաղ ճառագայթվում է հետ դեպի տիեզերք, որտեղ այն կորչում է այդ հսկայական սառը դատարկության մեջ։ Իսկ դրանից դուրս, որտեղ չկա մթնոլորտ, որտեղ չկա օդ, որտեղ չկա ջուր, որտեղ չկա նյութ որևէ տեսքով, ջերմաստիճանը ունի նշանակություն միայն այն հազվագյուտ ատոմների համար, որոնք լողում են դատարկության մեջ։ Յուրաքանչյուր ատոմ վում շարժվում է, թափահարվում է, պարունակում է կինետիկ էներգիա։ Եվ այդ ատոմների միջին շարժման արագությունը այդ է տիեզերքի ջերմաստիճանը։ Բայց երբ ամբողջ տարածությունում կա միայն 1 ատոմ խորանարդ սանտիմետրում, երբ միջին հեռավորությունը ատոմների միջև կազմում է սանտիմետրներ կամ նույնիսկ դեցիմետրներ, այդ ջերմաստիճանը դառնում է գրեթե աննշան ֆիզիկական իրողություն։ Բայց արդյոք դա նշանակում է, որ տիեզերքը դատարկ է էներգիայից։ Ոչ։ Եվ հենց այստեղ բացվում է ավելի խորը խորհուրդը։ Լույսը, ճառագայթումը, էլեկտրամագնիսական ալիքները, դրանք չունեն ջերմաստիճան, մինչև չվնասվեն նյութի հետ։ Լույսի ֆոտոնը կարող է ճանապարհորդել միլիարդավոր տարիներ տիեզերական դատարկության մեջ, պահպանելով իր էներգիան, սակայն միայն երբ այն կլանվում է ատոմի կողմից, այդ էներգիան վերածվում է ջերմության։ Այս պահին, երբ դուք ընկալում եք այս բառերը, ձեր մարմինը պահպանում է 33.7 աստիճան ջերմաստիճան։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մեջ թրթռում է այդ կոնկրետ հաճախականությամբ։ Ձեր մաշկը ճառագայթում է ինֆրակարմիր լույս դեպի շրջապատը։ Բայց եթե մենք հանկարծ վերացնեինք ողջ օդը ձեր շուրջը, ստեղծելով կատարյալ վակուում, ձեր մարմինը սկսեր սառչել անհավատալի դանդաղությամբ։ Ոչ թե մի քանի րոպեում, ինչպես սառույցում, այլ ժամերում։ Քանի որ դատարկության մեջ ջերմությունը չունի ուր գնալու տեղ, սա ոչ թե տեսական մտածողություն է։ NASA-ի տիեզերագնացները բախվել են այս իրականությանը յուրաքանչյուր տիեզերազգեստով դուրս գալիսին։ Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե մենք կարողանայինք հետևել արեգակի ճառագայթման ճանապարհին, ատոմից մինչև մոլեկուլ, էներգիայից մինչև ջերմություն։
Այդ ճանապարհորդությունը բացահայտում է ամենաառեղծվածային հարցը ժամանակակից ֆիզիկայում. ինչպես է էներգիան գոյություն ունենում առանց ջերմաստիճանի։ Երբ Ջեյմս Քլերկ Մաքսվելը 1864 թվականին ձևակերպեց իր հայտնի հավասարումները, նա ցույց տվեց, որ լույսը էլեկտրական եւ մագնիսական դաշտերի ալիք է, որը տարածվում է տարածությամբ։ Բայց նրա ժամանակ ֆիզիկոսները դեռևս հավատում էին, որ տարածությունը լցված է անտեսանելի նյութով, որը կոչում էին եթեր։ Նրանք կարծում էին, որ լույսին անհրաժեշտ է միջավայր տարածման համար, ինչպես ձայնը օդում։ Այդ հավատքը փլուզվեց 1887 թվականին, երբ Ալբերտ Մայքելսոնը եւ Էդուարդ Մորլին կատարեցին իրենց ազդեցիկ փորձը։ Նրանք կառուցեցին անհավատալի զգայուն սարք՝ ինտերֆերոմետր, որը կարող էր հայտնաբերել նույնիսկ անչափ փոքր տարբերությունները լույսի արագության մեջ։ Գաղափարը պարզ էր. եթե երկիրը շարժվում է տիեզերական եթերի միջով, ապա լույսի արագությունը պետք է փոխվի, կախված ուղղությունից։ Ճիշտ այնպես, ինչպես լողորդը շարժվում է ավելի արագ հոսանքով, քան հոսանքի դեմ։ Բայց երբ նրանք չափեցին, արդյունքը եղավ 0, բացարձակ 0։ Լույսի արագությունը նույնն էր բոլոր ուղղություններում։ Կլևլենդի համալսարանի լաբորատորիայում մի փոքր սենյակում սառը երկաթե սեղանի վրա Մայքելսոնը կրկնեց փորձը տասնյակ անգամ։ Յուրաքանչյուր անգամ նույն արդյունքը։ Եթերը չկար։ Տարածությունը իսկապես դատարկ էր։ Բայց ինչպես էր լույսը տարածվում առանց միջավայրի։ Այս առեղծվածը մնաց անլուծելի մինչև 1905 թվականը, երբ Ալբերտ Այնշտայնը հրապարակեց իր հատուկ հարաբերականության տեսությունը։ Նա ցույց տվեց, որ լույսը չի պահանջում միջավայր։ Լույսը ինքն է միջավայրը։ Էլեկտրամագնիսական դաշտերը ինքնաստեղծվող ալիքներ են, որոնք տարածվում են դատարկության մեջ անկախ որևէ նյութից։ Եվ դա լիովին փոխեց մեր պատկերացումները տիեզերքի մասին։ Բայց այստեղ ծագում է շատ ավելի խոր հարց։ Եթե լույսը կարող է գոյություն ունենալ առանց նյութի, եթե էներգիան կարող է տարածվել առանց տարողի, ապա ինչու մենք չենք կարող տաքացնել դատարկությարկությունը։ Ինչու ջերմաստիճանը կիրառելի է միայն նյութին եւ ոչ լույսին։ Պատասխանը թաքնված է ջերմաստիճանի ամենախորքային բնույթում։ Երբ մենք ասում ենք, որ մարմինը ունի որոշակի ջերմաստիճան, իրականում մենք չափում ենք այդ մարմնի ատոմների միջին շարժման արագությունը։ Յուրաքանչյուր ատոմ տատանվում է, պտտվում, շարժվում է պատահական ուղղություններով։ Որքան արագ են դրանք շարժվում, այնքան բարձր է ջերմաստիճանը։ Լյուդվիգ Բոլցմանը 1870 թվականներին ստեղծեց հավասարում, որը կապում է այդ միկրոսկոպիկ շարժումը մակրոսկոպիկ ջերմաստիճանի հետ։ Նրա հայտնի կոնստանտը 1,38 անգամ 10 բացասական 23-րդ աստիճանի ջուլ աստիճանի նկատմամբ նկարագրում է, թե ինչպես է կինետիկ էներգիան վերածվում ջերմային էներգիայի։ Բայց այս հավասարումը աշխատում է միայն նյութի համար։ Միայն այնտեղ, որտեղ ատոմները բախվում են միմյանց, փոխանակում են իմպուլս, ստեղծում են ճնշում։ Լույսի ֆոտոնը, ինչպես պարզվեց քվանտային մեխանիկայի ուսումնասիրություններից, չունի զանգված։ Այն չի կարող բախվել ինքն իրեն։ Ֆոտոնները անցնում են միմյանցից առանց փոխազդեցության։ Միլիարդավոր ֆոտոններ կարող են լցնել տիեզերական տարածությունը, բայց եթե նրանք չեն շփվում ատոմների հետ, այդ էներգիան մնում է անտեսանելի, անհասանելի, գոյություն ունենալով որպես մաքուր դաշտ առանց ջերմաստիճանի։ Պատկերացրեք տիեզերական վեպի որոնիչ, որը թռչում է միջաստղային տարածությամբ։ Արեգակի լույսը հասնում է նրան տասնյակ մինչև հարյուրավոր վատ յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա։ Բայց նրա ջերմաստիճանը կախված է միայն նրանից, թե որքան էներգիա է կլանում նրա մակերեսը։ Միևնույն պահին, միևնույն տարածությունում, լույսի փնջի մեջ կարող է լինել սառը ստվեր, եթե մակերեսը անդրադարձնող է, կամ տաք կետ, եթե մակերեսը կլանող է։ Հյուբլիդի տիեզերական հեռադիտակը, որը պտտվում է երկրի շուրջ 600 կիլոմետր բարձրությամբ, պարունակում է բարդ ջերմային կառավարման համակարգ։ Արեգակի դեպք նայող կողմը տականում է մինչև 30 աստիճան Ցելսիուսով։ Հակառակ կողմը տիեզերական ստվերում սառչում է մինչև -130 աստիճան։ Միևնույն ապարատի վրա, միևնույն պահին 260 աստիճան տարբերություն։ Քանի որ լույսը տաքացնում է միայն այն, ինչ կլանում է նրան, Գոդդարդի տիեզերական թռիչքի կենտրոնի ինժեներները տարիներ անց ստեղծեցին մոդելներ, որոնք կանխատեսում են ջերմային վարքագիծը տիեզերական սարքերի։ Նրանք հայտնագործեցին, որ վակուումում մետաղական մակերեսը կարող է պահպանել երկու կողմերի միջև հսկայական ջերմաստիճանային գրադիենտ, անկախ լույսի ինտենսիվությունից։ Քանի որ ջերմությունը չի կարող տարածվել հաղորդականությամբ կամ կոնվեկցիայով, միայն ճառագայթում։ Եվ ճառագայթումը տատանվում է այնքան դանդաղ, որ մակերեսները մնում են ջերմային մեկուսացման մեջ, միմյանցից սանտիմետրներով հեռու։ Բայց եկեք վերադառնանք տիեզերական տարածության ջերմաստիճանին։ -271 աստիճան։
կամ ավելի ճշգրիտ 2.7 աստիճան բացարձակ 0-ից բարձր։ Ինչու հենց այդ թիվը։ Ինչու ոչ բացարձակ 0։ Ինչու ոչ ավելի բարձր կամ ավելի ցածր։ Պատասխանը տանում է մեզ դեպի տիեզերքի ամենախորքային գաղտնիքներից մեկը՝ տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումը։ Երբ Արնո Պենզիասը և Ռոբերտ Վիլսոնը 1965 թվականին դիտեցին այդ ճառագայթումը, դրանք առաջինը չէին, որ փնտրում էին այն, այլ առաջինները, որ հասկացան, թե ինչ են գտել։ Բելի լաբորատորիաների տանիքին Նյու Ջերսի նահանգում նրանք աշխատում էին հսկայական ռադիոանտենայի հետ, որը նախագծված էր արբանյակային հաղորդակցության համար։ Բայց յուրաքանչյուր չափման ժամանակ նրանք հայտնաբերում էին տարօրինակ աղմուկ։ Անկախ նրանից, թե ուր էին նրանք ուղղում անտենան, օրով կամ գիշեր, ամառ կամ ձմեռ, արևելք կամ արևմուտք, այդ աղմուկը մնում էր նույնը։ Նրանք մաքրեցին անտենան, հեռացրեցին աղավնիների բունը, ստուգեցին բոլոր միացումները, աղմուկը չէր անհետանում։ Պրինսթոնի համալսարանում 45 կիլոմետր հարավ աստղաֆիզիկոս Ռոբերտ Դիկքին սպասում էր հենց նման ազդանշանի։ Նա հիմնավորել էր, որ եթե տիեզերքը սկսվել է մեծ պայթյունից, ապա այդ պայթյունի ունի ավելցուկային ջերմությունը պետք է դեռևս գոյություն ունենա որպես հազվագյուտ ճառագայթում, տարածված ամբողջ տիեզերքում։ Երբ Պենզիասը և Ուիլսոնը զանգահարեցին նրան, Դիկքին անմիջապես հասկացավ, որ նրանք հայտնագործել էին տիեզերքի ամենահին լույսը։ Այդ ճառագայթումը ծնվել է 13 միլիարդ 700 միլիոն տարի առաջ, երբ տիեզերքը դեռ էր 300,000 տարեկան։ Մինչ այդ պահը ամբողջ տարածությունը լցված էր տաք պլազմայով, այնքան խիտ և այնքան տաք, որ լույսը չէր կարող անցնել նույնիսկ միկրոմետր առանց կլանման։ Բայց երբ տիեզերքը սառեց մինչև 3000 աստիճան, պլազման վերածվեց նեյտրալ ատոմների և լույսը ազատվեց։ Այդ լույսը սկսեց ճանապարհորդել անարգել տիեզերքով։ 13 միլիարդ տարի ընթացքում տիեզերքը ընդլայնվեց հազարապատիկ։ Այդ ընդլայնումը ձգեց էլեկտրամագնիսական ալիքները, փոխելով նրանց ալիքի երկարությունը տեսանելի լույսից դեպի միկրոալիքներ։ Եվ այդ ծայրահեղ ձգումը նվազեցրի նրանց էներգիան հազարապատիկ։ Սկզբում տաք ճառագայթումը սառեց մինչև 2.7 աստիճան։ Ամբողջ տիեզերքը յուրաքանչյուր խորանարդ սանտիմետր դատարկության լցված է այս ճառագայթմամբ։ Քառակուսի սանտիմետրում կա մոտ 400 միլիոն ֆոտոն այդ ֆոնային լույսից։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր խորանարդ մետր պարունակում է 400 միլիարդ ֆոտոն։ Դատարկության միջով անցնելու ձեր ձեռքը յուրաքանչյուր վայրկյան անցնում է միլիարդավոր այդ անտեսանելի ֆոտոնների միջով։ Բայց վերադառնանք այն հիմնական հարցին, որն ուժգնացնում է շատերի մտածողությունը։ Ինչու այդ ճառագայթումը չի տաքացնում տիեզերքը ավելի շատ։ Ինչու մենք չենք տեսնում ջերմաստիճանային գրադիենտ, ավելի տաք մոտ աստղերին, ավելի սառը հեռու։ Հարցը իր մեջ պարունակում է ֆունդամենտալ սխալ ըմբռնում։ Լույսը չի տաքացնում տարածությունը, քանի որ տարածություն ինքը գրեթե դատարկ է նյութից։ Լույսը կարող է տաքացնել միայն այն, ինչ այն կլանում է։ Եվ եթե չկա ինչ կլանի, էներգիան կլանի, էներգիան պարզապես անցնում է առանց հետքի։ Կամբրիջի համալսարանի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը 1985 թվականին բացատրեց այս երևույթը անսովոր համեմատությամբ։ Նա ասաց, որ տիեզերական տարածությունը նման է կատարյալ մեկուսացված սենյակի, հյուսացված սենյակի, որտեղ պատերը բացակայում են։ Դուք կարող եք լցնել այդ սենյակը էներգիայով, բայց եթե չկա ինչ կբռնի այդ էներգիան, ջերմաստիճանը մնում է անփոփոխ։ Բայց հենց այս հասկացողությունը բացում է դռներ դեպի ավելի անհավանական եզրակացություն։ Մթնոլորտ ունեցող երկնագույններում ջերմաստիճանը որոշվում է լույսի և նյութի փոխազդեցությունից։ Մարսի բարակ մթնոլորտը պահպանում է միջինը -60 աստիճան։ Վեներայի խիտ մթնոլորտը լցված ածխածնի երկօքսիդով խցանում է ջերմությունը և պահպանում է 465 աստիճան։ Լուսնի մակերեսը, անմթնոլորտ, տատանվում է 120 աստիճանից մինչև -170 աստիճան, կախված լույսից։ Ինչպես են զգում այդ ջերմաստիճանային տատանումները տիեզերագնացները։ Նրանց տիեզերազգեստը պարունակում է բարդ ջերմակարգավորման համակարգ։ Արտաքին մակերեսը կարող է տաքանալ մինչև 120 աստիճան արևային լույսի տակ, բայց եթե տիեզերագնացը գտնվում է ստվերում, այդ մակերեսը սառչում է մինչև -100 աստիճան։ Ներսում հեղուկ սառեցման համակարգը շրջանառում է ջուր, պահպանելով մարմնի ջերմաստիճանը 37 աստիճանում։ Միջազգային տիեզերական կայասանի մոդուլները բախվում են նույն խնդրին։ Արևային պանելները տաքանում են մինչև 150 աստիճան։ Ստվերային կողմը սառչում է մինչև -150 աստիճան։ Կայանի ներսում ջերմաստիճանը պահպանվում է 22 աստիճանում, օգտագործելով ջերմափոխանակիչներ, որոնք շրջանառում են ամոնիակ հեղուկ։
Յուրաքանչյուր վայրկյան ավելցուկային ջերմությունը պետք է ճառագայթվի դեպի տիեզերք հատուկ ռադիատորների միջոցով։ Քանի որ վակուումում հնարավոր չէ կորցնել ջերմություն հաղորդականությամբ կամ կոնվեկցիայով։ Վերադառնանք Արեգակին։ Նրա մակերեսից ճառագայթվում է էլեկտրամագնիսական ալիքների լայն սպեկտր։ Ուլտրամանուշակագույն, տեսանելի լույս, ինֆրակարմիր, միկրոալիքներ։ Յուրաքանչյուր ֆոտոն տանում է որոշակի էներգիա։ Ուլտրամանուշակագույն ֆոտոնները ավելի էներգետիկ են, ինֆրակարմիր ֆոտոնները պակաս։ Բայց բոլորը ճանապարհորդում են լույսի արագությամբ՝ 300,000 կմ/վայրկյանում։ Երբ այդ ֆոտոնները հասնում են Երկիր, նրանք բախվում են մթնոլորտին։ Թթվածնի և ազոտի մոլեկուլները կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթումը։ Ջրի գոլորշիները կլանում են ինֆրակարմիրը։ Տեսանելի լույսը անցնում է մինչև մակերես։ Երկրի մակերեսը, օվկիանոսները, անտառները, քաղաքները կլանում են այդ էներգիան և տաքանում են։ Ապա երբ արևը մայր մտնում է, մակերեսը սկսում է ճառագայթել իր սեփական ինֆրակարմիր լույսը հետ դեպի տիեզերք։ Բայց մթնոլորտը խցանում է մի մասը այդ ինֆրակարմիր ճառագայթման։ Ածխածնի երկօքսիդը, մեթանը, ջրի գոլորշիները բոլորն էլ կլանում են որոշակի ալիքների երկարություններ և վերճառագայթում դեպի ներքև։ Սա է ջերմոցային էֆեկտը։ Եվ հենց դրա շնորհիվ Երկրի մակերեսը պահպանում է միջինը 15 աստիճան, փոխարեն -18 աստիճանի, որը կլիներ առանց մթնոլորտի։ Մթնոլորտի հիմա պատկերացրեք, որ մենք վերացնում ենք ողջ մթնոլորտը միանգամից։ Արևի լույսը կտաքացներ մակերեսը մինչև 100 աստիճան ցերեկվա կողմում։ Գիշերվա կողմը մակերեսը կսառչեր մինչև -160 աստիճան։ Ճիշտ այնպես, ինչպես լուսնի վրա։ Քանի որ առանց մթնոլորտի, առանց հաղորդականության և կոնվեկցիայի, ջերմությունը չի կարող հավասարակշռվել մակերեսի վրա։ Վեներայի վրա, ընդհակառակը, խիտ մթնոլորտը այնքան արդյունավետ է խցանում ինֆրակարմիր ճառագայթումը, որ ամբողջ մոլորակի մակերեսը պահպանում է գրեթե հաստատուն ջերմաստիճան՝ 465 աստիճան, անկախ օրվա կամ գիշերվա կողմից։ Այդ մթնոլորտը գործում է որպես կատարյալ մեկուսիչ, չթողնելով ջերմությանը դուրս գալ։ Այս համեմատությունները բացահայտում են ամենակարևոր սկզբունքը։ Ջերմաստիճանը տիեզերքում որոշվում է ոչ թե լույսի քանակությունից, այլ նյութի և լույսի փոխազդեցությունից։ Որտեղ կա խիտ նյութ, այնտեղ լույսը կլանվում է և վերածվում է ջերմության։ Որտեղ չկա նյութ, լույսը անցնում է առանց ազդեցության, թողնելով դատարկությունը սառը։ Բայց եկեք խորանանք ավելի՝ քվանտային մակարդակ։ Երբ ֆոտոնը բախվում է ատոմին, տեղի է ունենում քվանտային փոխազդեցություն։ Ֆոտոնի էներգիան կլանվում է էլեկտրոնի կողմից, որը թռիչք է կատարում ավելի բարձր էներգետիկ մակարդակ։ Ապա էլեկտրոնը վերադառնում է նախկին մակարդակը, արտադրելով նոր ֆոտոն։ Հնարավոր է տարբեր ալիքի երկարությամբ։ Կամ էներգիան փոխանցվում է ատոմի կինետիկ շարժմանը, ավելացնելով նրա արագությունը։ Սա է տաքացման հիմնական մեխանիզմը։ Բայց տիեզերական դատարկության մեջ, որտեղ յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրում միջինը 1 ատոմ, ֆոտոնների մեծ մասը ճանապարհորդում է միլիարդավոր կիլոմետրներ առանց բախման։ Նրանք պահպանում են իրենց էներգիան, շարժվում են անվերջ, ստեղծելով էներգիայի անտեսանելի ծով, որը լողում է ամբողջ տիեզերքում։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկոսները 1996 թվականների կեսերին հաշվարկեցին ընդհանուր էներգիայի խտությունը տիեզերական տարածությունում։ Տիեզերական ֆոնային ճառագայթումը պարունակում է մոտ 4 անգամ 10 բացասական 13-րդ աստիճանի ջուլ խորանարդ սանտիմետրում։ Սա անհավատալի փոքր է, համեմատած յուրաքանչյուր մակրոսկոպիկ էներգիայի հետ։ Բայց երբ դուք ինտեգրում եք այս խտությունը ամբողջ տիեզերքի ծավալով 10 բացասական 26-րդ աստիճանի խորանարդ մետր, ընդհանուր էներգիան դառնում է աստղաբաշխական թվի մեծության։ Եվ հենց այս էներգիան է, որը պահպանում է տիեզերքի ջերմաստիճանը 2,7 աստիճանում։ Ոչ ավելի բարձր, քանի որ տիեզերքը շարունակում է ընդլայնվել և սառչել։ Ոչ ավելի ցածր, քանի որ ֆոնային ճառագայթումը դեռևս լցնում է յուրաքանչյուր անկյուն տարածության։ Յոհաննես Կեպլերը դեռևս 1612 թվականին առաջինն էր, որը հետաքրքրվեց, թե ինչու է տիեզերքը դատարկ այնքան սառը, մինչդեռ Արեգակը այնքան տաք։ Բայց նրա ժամանակ ֆիզիկան չուներ գործիքներ պատասխանելու այդ հարցին։ Նրանք չգիտեին ճառագայթման մասին, քվանտային մեխանիկայի մասին, տիեզերքի ընդլայնման մասին։ Միայն 350 տարի հետո, երբ մենք հասկացանք, թե ինչպես է աշխատում էլեկտրամագնիսական ալիքները և ինչպես է տիեզերքը ծնվել, մենք ստացանք պատասխանը։ Բայց գիտելիքի այս ճանապարհը դեռ չի ավարտվել։ Յուրաքանչյուր պատասխան բերում է նոր հարցեր։ Եթե ամբողջ տիեզերքը լցված է ֆոնային ճառագայթմամբ, ինչու մենք չենք տեսնում դրա ազդեցությունը մեր կյանքում։
Ինչու չենք զգում այդ ծայրահեղ սառնությունը, երբ դուրս ենք գալիս գիշերը։ Պատասխանը կրկին վերադառնում է մթնոլորտին։ Երկրի մթնոլորտը գործում է որպես պաշտպանիչ ծածկույթ։ Նա բլոկավորում է մեզ տիեզերական ճառագայթումից, պահպանում է ջերմությունը, ստեղծում է կլիմա։ Մենք ապրում ենք դրա ներսում, մեկուսացված դատարկության սառնությունից։ Բայց վեր նրանից 100 կիլոմետր տիեզերական տարածությունը սկսվում է իր անողոք սառնությամբ։ Տիեզերական կայանի տիեզերագնացները, որոնք անցնում են բաց տիեզերք, տեսնում են արևն անմիջապես առանց մթնոլորտի զտման։ Լույսը այնքան ինտենսիվ է, որ կարող է կուրացնել վայրկյանում։ Բայց միևնույն պահին, եթե նրանք գտնվում են ստվերում, շրջապատող դատարկությունը պահպանում է -270 աստիճան։ Այդ հակասությունը, տաք և սառը միաժամանակ, միևնույն տարածությունում, հարկադրում է նրանց վերահսկել յուրաքանչյուր շարժումը, յուրաքանչյուր դիրքը, հարաբերակցությամբ Արեգակի։ Հենց այդ պատճառով ապագա տիեզերական արշավախմբերը դեպի Մարս կամ ավելի հեռու պետք է պլանավորվեն ոչ միայն հաշվի առնելով հեռավորությունը, այլև ջերմային կառավարումը։ Տիեզերանավը պետք է կարողանա պաշտպանվել ինչպես ծայրահեղ տաքությունից արևի մոտ, այնպես էլ ծայրահեղ սառնությունից միջաստղային տարածությունում։ Մեկուսացման համակարգերը պետք է լինեն այնպիսին, որ պահպանեն ներսում ապրելի ջերմաստիճան, անկախ արտաքին պայմաններից։ Եվ այստեղ մենք հասնում ենք ամենախորը պարադոքսին։ Արեգակը, այդ հսկայական ջերմության աղբյուրը, շրջապատված է անհավատալի սառնությամբ։ Բայց այդ սառնությունը ոչ թե հակասում է ջերմությանը, այլ լրացնում է նրան։ Դատարկությունը թույլ է տալիս Արեգակին ճառագայթել իր էներգիան անարգել տիեզերքով։ Եթե տիեզերքը լցված լիներ նյութով, Արեգակը շատ արագ կտաքացներ իր շրջապատը, եւ այդ ջերմությունը կվերադառնար նրան, խանգարելով նրա աշխատանքին։ Բայց դատարկության մեջ էներգիան կարող է հեռանալ անվերադարձ, թույլ տալով աստղին շարունակել վառել միլիարդավոր տարիներ։ Տիեզերքի այս բնույթը, սառը դատարկություն լցված էներգիայով, դարձել է հնարավոր կյանքը Երկրի վրա։ Եթե չլիներ այդ դատարկությունը, եթե Արեգակի ճառագայթումը կլանվեր անմիջապես շրջակա նյութից, Երկիրը երբեք չէր ստանա այն կայուն էներգիայի հոսքը, որը սնուցում է ֆոտոսինթեզը, տաքացնում է օվկիանոսները, շարժում է մթնոլորտը։ Հենց այդ դատարկությունը, այդ սառը միջնաբանը կապ է Արեգակի եւ Երկրի միջև։ Բայց հենց այս իմացողությունը բացում է ավելի խորը հարցեր, որոնք մղում են գիտնականներին դեպի նոր հայտնագործություններ։ Եթե դատարկությունը այդքան կարևոր է էներգիայի փոխանցման համար, ինչու են որոշ տիեզերական տարածքներ ավելի ջերմ, քան մյուսները։ Ինչու են աստղածննդի շրջանները, որտեղ ձևավորվում են նոր արեգակներ, ցուցաբերում տարբեր ջերմաստիճաններ։ Եվ ամենակարևորը, ինչպես են չափում այդ ջերմաստիճանները, երբ դատարկությունը գրեթե չունի նյութ։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղաֆիզիկոսները 1988 թվականին իրականացրեցին պրոյեկտ, որը վերափոխեց մեր հասկացողությունը տիեզերական ջերմաստիճանի մասին։ Նրանք ուսումնասիրեցին հսկայական մոլեկուլային ամպեր, այն շրջանները, որտեղ ծնվում են աստղերը։ Այդ ամպերի ներսում գազի խտությունը հասնում է 1000 մինչև 1 միլիոն մոլեկուլ խորանարդ սանտիմետրում։ Համեմատության համար միջաստղային միջավայրում միջինը 1 ատոմ։ Եվ հենց այդ ամպերում ջերմաստիճանը իջնում է մինչև 10 աստիճան բացարձակ 0-ից բարձր, -263 աստիճան Ցելսիուսով։ Ինչպես է հնարավոր, որ շրջան, որը պարունակում է մոլեկուլների այդքան բարձր խտություն, ավելի սառն է, քան դատարկ տիեզերական տարածությունը։ Պատասխանը բացահայտում է էներգիայի հետ կապված ամենաչափազանց մեխանիզմներից մեկը։ Այդ մոլեկուլային ամպերը այնքան խիտ են, որ արգելափակում են արտաքին աստղերի ճառագայթումը։ Լույսը չի կարող անցնել ներս։ Միաժամանակ ամպի ներսում մոլեկուլները շարունակում են ճառագայթել իրենց սեփական ինֆրակարմիր էներգիան դեպի դուրս։ Յուրաքանչյուր մոլեկուլ, շարժվելով, բախվելով մյուսներին, կորցնում է էներգիա ճառագայթման միջոցով։ Եվ քանի որ ոչ մի արտաքին էներգիա չի մտնում ներս, ամպը սառչում է։ Սա հիշեցնում է սառնարանի սկզբունքը, բայց տիեզերական մասշտաբով։ Սառնարանը հեռացնում է ջերմությունը ներքին խցիկից եւ արտանետում դեպի շրջակա միջավայր։ Մոլեկուլային ամպը հեռացնում է ջերմությունը ճառագայթման միջոցով եւ արտանետում դեպի միջաստղային տարածություն։ Բայց այստեղ չկա պոմպ, չկա կոմպրեսոր, չկա արհեստական մեխանիզմ։ Միայն ֆիզիկայի օրենքներ, ճառագայթումը, մոլեկուլների շարժումը, էներգիայի պահպանումը։ Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկական կենտրոնի աստղագետները 1995 թվականին հայտնագործեցին ավելի զարմանալի երևույթ։ Որոշ մոլեկուլային ամպերի կենտրոնում, որտեղ խտությունը հասնում է բարձրագույն կետին, ջերմաստիճանը սկսում է բարձրանալ։
ոչ թե այնպես, որ հասնի երկրային ջերմաստիճանի, այլ մինչև 50-70 աստիճան բացարձակ զրոյից բարձր։ Պատճառը ձևավորվող աստղի սաղմը։ Երբ գազը սկսում է կուտակվել եւ սեղմվել, գրավիտացիոն էներգիան վերածվում է ջերմության։ Ամպի կենտրոնը դառնում է տաք աճող պրոտոաստղի շուրջը։ Պատկերացրեք այս գործընթացը ժամանակի առաքսանով։ Տիեզերքի մի անկյունում լողում է հսկայական մոլեկուլային ամպ, 10 լույսի տարիտրամագծով։ Նրա ներսում կա մի փոքր շրջան, որտեղ գազի խտությունը մի փոքր ավելի բարձր է։ Գրավիտացիոն ուժերը սկսում են ձգել այդ գազը դեպի կենտրոն։ Կենտրոնում ճնշումը բարձրանում է։ Մոլեկուլները բախվում են ավելի հիաճախ։ Բախումները արտադրում են ջերմություն։ Ջերմությունը պահպանվում է, քանի որ շրջապատող խիտ գազը չի թողնում այն արագ հեռանալ։ 1000 տարի անց կենտրոնը դառնում է այնքան տաք եւ խիտ, որ սկսվում են միջուկային ռեակցիաները։ Հիդրոգենի ատոմները միախառնվում են հելիումի մեջ։ Արտադրվում է անսահման էներգիա։ Նոր աստղը վառվում է։ Շրջապատող գազը ցրվում է հզոր արևային քամուց։ Եվ հիմա, որտեղ մի անգամ էր սառը մթին ամպը, փայլում է նոր արեգակ, վառելով 5000 աստիճան ջերմությամբ։ Բայց դուրս այդ աստղից, մի քանի լույսի ամիսների հեռավորության վրա, տիեզերական տարածությունը դարձյալ պահպանում է իր 2,7 աստիճանը։ Աստղը տաքացնում է իր անմիջական շրջապատը միայն այնքանով, որքանով կա նյութ այդ ճառագայթումը կլանելու համար։ Դատարկությունը մնում է սառը։ Այս մեխանիզմը, աստղերի ծննդից մինչև նրանց մահ, շարունակում է ստեղծել տեմպերատուրային հսկայական տատանումներ տիեզերքում։ Երբ մասսիվ աստղը մահանում է գերնորայի պայթյունով, նա արտանետում է նյութ եւ էներգիա անհավատալի արագությամբ։ Պայթյունի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է 1 միլիարդ աստիճանի։ Պայթյունի ալիքը տարածվում է միլիոններով կիլոմետր/ժամում, սեղմելով եւ տաքացնելով միջաստղային գազը իր ճանապարհին։ Եվրոպական հարավային աստղադիտարանի աստղագետները 1999 թվականին հետևեցին մի գերնորայի մնացորդի զարգացմանը Մեծ Մագելանյան ամպում։ Գերնորա 1987 Ա անունով։ Յուրաքանչյուր տարի նրանք չափեցին պայթյունի ալիքի ջերմաստիճանը տարբեր հեռավորություններում։ Կենտրոնից մի լույսի տարի հեռավորության վրա գազը դեռևս պահպանում էր 1 միլիոն աստիճան, 2 լույսի տարի հեռու 100,000 աստիճան, 5 լույսի տարի հեռու 10,000 աստիճան, բայց 10 լույսի տարի հեռու, որտեղ պայթյունի ալիքը դադարել էր ազդել շրջակա գազի վրա, ջերմաստիճանը դարձյալ իջել էր մինչև 2,7 աստիճան։ Այս դիտարկումները ցույց տվեցին ապշեցուցիչ իրողություն։ Տիեզերքում կարող են գոյակցել ծայրահեղ տաք եւ ծայրահեղ սառը շրջաններ միմյանցից ընդամենը մի քանի լույսի տարիների հեռավորության վրա։ Եվ այդ ջերմաստիճանային սահմանները որոշվում են ոչ թե հեռավորությամբ աստղերից, այլ տեղական գազի խտությամբ եւ էներգիայի աղբյուրներով։ Բայց կա մեկ այլ երևույթ, որը դեռ ավելի բարդ է դարձնում տիեզերական ջերմաստիճանի պատկերը՝ սև խոռոչները։ Ստեփեն Հոքինգը 1974 թվականին կանխատեսեց, որ սև խոռոչները պետք է ճառագայթեն էներգիա քվանտային էֆեկտների պատճառով։ Այս ճառագայթումը, հայտնի որպես Հոքինգի ճառագայթում, ունի ջերմաստիճան։ Բայց այդ ջերմաստիճանը հակադարձ համեմատական է սև խոռոչի զանգվածին։ Արեգակի զանգվածի սև խոռոչը կունենար ջերմաստիճան 0,00006 աստիճան, բացարձակ զրոյից բարձր։ Սա միլիոնավոր անգամ ավելի սառն է, քան տիեզերական ֆոնային ճառագայթումը։ Բայց փոքր սև խոռոչը աստերոիդի զանգվածով կունենար ջերմաստիճան միլիարդավոր աստիճաններ։ Այն կփայլեր եւ կճառագայթեր այնքան ինտենսիվ, որ կիսպար էր վայրկյաններում վերածվելով մաքուր էներգիայի պայթյունի։ Սակայն մինչ այսօր ոչ մի սև խոռոչի Հոքինգի ճառագայթում չի հայտնագործվել։ Քանի որ բոլոր հայտնի սև խոռոչները չափազանց մասսիվ են եւ նրանց ջերմաստիճանը չափազանց ցածր է տարբերելու տիեզերական ֆոնից, բայց տեսությունը մնում է եւ գիտնականները շարունակում են որոնել ապացույցներ։ Վերադառնանք երկրի մոտ։ Մեր մոլորակի շուրջ կա շրջան, որը կոչվում է Վան Ալենի ճառագայթային գոտիներ։ Երկրի մագնիսական դաշտը որսում է էլեկտրոններ եւ պրոտոններ արեգակից, ստեղծելով երկու հսկայական տորուսաձև ամպեր էներգետիկ մասնիկների։ Այդ մասնիկները շարժվում են անհավատալի արագություններով, մոտ լույսի արագության։ Եթե մենք հաշվենք նրանց կինետիկ էներգիան եւ վերածենք ջերմաստիճանի, կստանանք միլիոններով աստիճաններ։ Բայց այստեղ է առաջանում պարադոքս։ Այդ ճառագայթային գոտիները գտնվում են վակուումում։ Մասնիկների խտությունը այնքան ցածր է, որ տիեզերագնացը անցնելով այդ տեղով գրեթե չէր բախվի նրանց հետ։ Բայց երբ բախումը տեղի ունենա, մեկ մասնիկը կարող է վնասել ԴՆԹ մոլեկուլը, ճառագայթային հիվանդություն առաջացնել։
Ինչպես կարելի է ունենալ այդպիսի բարձր էներգիա մասնիկներ եւ միևնույն ժամանակ պահպանել տիեզերական սառնությունը։ Պատասխանը կրկին վերադառնում է հիմնական սահմանմանը։ Ջերմաստիճանը չի սահմանվում առանձին մասնիկների էներգիայով, այլ նրանց կոլեկտիվ շարժման միջին էներգիայով։ Վան Ալենի գոտիներում կան մասնիկներ, որոնք շարժվում են անհավատալի արագությամբ։ Բայց նրանց այնքան քիչ է, եւ նրանք այնքան հազվադեպ են բախվում միմյանց, որ չկա ջերմային հավասարակշռություն։ Ջերմաստիճանը որպես ֆիզիկական հասկացություն կիրառելի է միայն այնտեղ, որտեղ մասնիկները բավականաչափ խիտ են եւ բավականաչափ հաճախ են փոխազդում։ Սա բերում է մեզ դեպի ամենախորը հարցը. ինչ իսկապես նշանակում է ջերմաստիճան տիեզերքում։ Երկրի վրա մենք սովոր ենք ջերմաստիճանը որպես անմիջական զգացմունքային փորձ։ Տաք ջուր վառում է ձեռքը, սառը օդ սառեցնում է դեմքը, բայց տիեզերքում այդ ինտուիցիան ձախողվում է։ Մտածեք միջազգային տիեզերական կայանի վրա։ Արևային լույսի տակ կայանի արտաքին պատը տաքանում է մինչև 170 աստիճան։ Բայց եթե տիեզերագնացը դնի ձեռքը այդ պատի վրա իր ձեռնոցով, նա զգար ջերմությունը միայն շփման կետում։ Քանի որ շրջապատող վակուումը չի տանում այդ ջերմությունը հետ դեպի նրա մարմին։ Միակ ուղին ջերմության փոխանցման համար է ուղակի շփումը։ Հիմա պատկերացրեք նույն տիեզերագնացը ստվերում։ Նրա տիեզերազգեստի արտաքին մակերեսը սառչում է մինչև -160 աստիճան։ Բայց ներսում մեկուսացման շերտերի եւ ջերմակարգավորման համակարգերի շնորհիվ նրա մարմնի ջերմաստիճանը մնում է 37 աստիճան։ Սա հնարավոր է միայն այն պատճառով, որ վակուումը գրեթե չի փոխանցում ջերմություն։ Մեկուսացումը աշխատում է երկու ուղղությամբ, ինչպես պահպանելով ներքին ջերմությունը, այնպես էլ արգելափակելով արտաքին ծայրահեղությունները։ Այս հակասությունների ըմբռնումը կարևոր է ոչ միայն տիեզերական ճանապարհորդությունների համար, այլև մեր ընդհանուր ըմբռնման համար տիեզերքի մասին։ Տիեզերքը ոչ թե պարզապես սառը կամ տաք է, այն գտնվում է ջերմային հավասարակշռության որոշակի վիճակում, որը սահմանվում է տարբեր էներգիայի ձևերի համալիրով։ Հիմա եկեք խոսենք մի երևույթի մասին, որը երկար ժամանակ խաբեց աստղաֆիզիկոսներին՝ արևային կորոնան։ Արեգակի մակերեսը, ֆոտոսֆերան, ունի ջերմաստիճան մոտ 5500 աստիճան։ Բայց մակերեսից վեր, արեգակի արտաքին մթնոլորտում, կորոնայում, ջերմաստիճանը հանկարծակի թռիչք է կատարում մինչև 1 միլիոն աստիճան։ Ինչպես է հնարավոր, որ մթնոլորտը ավելի տաք է, քան մակերեսը, որից այն սնվում է էներգիայով։ 1947 թվականից սկսած աստղագետները փորձում էին բացատրել այս պարադոքսը։ Նրանք գիտեին, որ ջերմությունը չի կարող բնականորեն հոսել սառը մարմնից դեպի տաք։ Սա հակասում էր թերմոդինամիկայի երկրորդ օրենքին։ Բայց դիտարկումները հստակ էին, կորոնան իսկապես տաք էր։ Պատասխանը եկավ միայն 60-ական թվականներին, երբ գիտնականները սկսեցին հասկանալ մագնիսական դաշտերի դերը։ Արեգակի մակերեսը լցված է հզոր մագնիսական դաշտերով, որոնք անընդհատ շարժվում եւ փոփոխվում են։ Երբ այդ դաշտերը վերակազմավորվում են, նրանք արձակում են էներգիա ոչ թե ջերմության տեսքով, այլ մագնիսական ալիքների։ Այդ ալիքները տարածվում են դեպի կորոնա եւ այնտեղ փոխակերպվում են ջերմության, տաքացնելով գազը մինչև միլիոնավոր աստիճաններ։ Սա էր առաջին դեպքը, երբ աստղաֆիզիկոսները հասկացան, որ մագնիսական էներգիան կարող է լինել ջերմության աղբյուր, անկախ ջերմային հաղորդականությունից։ Եվ այս բացահայտումը բացեց նոր հեռանկարներ։ Եթե մագնիսական դաշտերը կարող են տաքացնել կորոնան, արդյոք նրանք կարող են տաքացնել նաև միջաստղային գազը։ Արդյոք նրանք կարող են բացատրել ջերմաստիճանային անհամապատասխությունները, որոնք դիտվում են տիեզերքի տարբեր մասերում։ Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի աստղաֆիզիկոսները 1990-րդ թվականներին հայտնագործեցին, որ մագնիսական վերահսկեցումը տարածված է ամբողջ տիեզերքում։ Գալակտիկաների միջև կան հսկայական մագնիսական դաշտեր, որոնք ձգում են միկրոգաուսի ուժով։ Այս դաշտերը այնքան թույլ են, որ երկրի վրա մենք երբեք չէինք զգա նրանց։ Բայց տիեզերական մասշտաբներում, լույսի միլիոններով տարիների հեռավորություններում նրանք կուտակում են հսկայական էներգիա։ Երբ պլազմա մալուխված գազ շարժվում է այդ մագնիսական դաշտերում, դաշտերի գծերը ձգվում եւ թրթռում են։ Այդ թրթռումները վերածվում են ալիքների, որոնք տարածվում են պլազմայով։ Ալիքները բախվում են, խզում են եւ նրանց էներգիան վերածվում է ջերմության։ Այս մեխանիզմը, մագնիսական վերահսկեցում, կարող է բարձրացնել միջաստղային գազի ջերմաստիճանը հազարավոր աստիճաններով, անկախ արևային ճառագայթումից։ Բայց կա դեռ մեկ գործոն, որը ազդում է տիեզերական ջերմաստիճանի վրա եւ որը շատ ավելի խորհրդավոր է։ Մութ նյութը։
Մենք գիտենք, որ տիեզերքի զանգվածի 85%-ը կազմված է մութ նյութից, անհայտ մասնիկներից, որոնք փոխազդում են միայն գրավիտացիայի միջոցով։ Նրանք չեն ճառագայթում լույս, նրանք չեն կլանում լույս, նրանք անտեսանելի են էլեկտրամագնիսական սպեկտրում։ Բայց արդյոք մութ նյութը ունի ջերմաստիճան։ Տեսականորեն այո։ Մութ նյութի մասնիկները պետք է շարժվեն, եւ նրանց շարժման արագությունը պետք է սահմանի նրանց ջերմաստիճանը։ Բայց քանի որ մութ նյութը չի փոխազդում սովորական նյութի հետ բացի գրավիտացիայից, նրա ջերմաստիճանը կարող է լինել ամբողջովին անկախ սովորական նյութից։ Զյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբանները 1998 թվականին հաշվարկեցին, որ մութ նյութի ջերմաստիճանը կարող է լինել ցանկացած արժեք, 0-ից մինչև միլիարդավոր աստիճաններ, կախված մութ նյութի մասնիկների զանգվածից եւ փոխազդեցության բնույթից։ Եթե մութ նյութի մասնիկները մեծ են եւ դանդաղ շարժվում, նրանց ջերմաստիճանը կլինի ցածր։ Եթե նրանք փոքր են եւ արագ շարժվում, նրանց ջերմաստիճանը կլինի բարձր։ Բայց ամենազարմանալին այն է, որ մութ նյութի ջերմաստիճանը կարող է լինել ամբողջովին անկապ հրատապ տիեզերական ջերմաստիճանից։ Սովորական նյութը եւ մութ նյութը կարող են լողալ միմյանց միջով, յուրաքանչյուրը պահպանելով իր սեփական ջերմաստիճանը։ Սա նման է երկու գազերի խառնուրդի, որտեղ յուրաքանչյուր գազը ունի իր սեփական ջերմաստիճանը, բայց նրանք չեն փոխանակում էներգիա, քանի որ նրանց մոլեկուլները չեն բախվում միմյանց հետ։ Այս գաղափարը բերում է մեզ դեպի ավելի խորը ըմբռնում տիեզերքի շերտավորված բնույթի մասին։ Տիեզերքը ոչ թե միասնական ջերմային համակարգ է, այլ ջերմային համակարգերի մի շարք, որոնք կարող են կամ չեն կարող փոխազդել միմյանց հետ։ Սովորական նյութը, ատոմները եւ մոլեկուլները ունի իր ջերմաստիճանը, որը սահմանվում է տիեզերական ֆոնային ճառագայթումից եւ տեղական էներգիայի աղբյուրներից։ Մութ նյութը կարող է ունենալ ամբողջովին տարբեր ջերմաստիճան։ Ինչու՞ չէ, նեյտրինոները, որոնք շարժվում են գրեթե լույսի արագությամբ եւ գրեթե երբեք չեն բախվում սովորական նյութի հետ, կարող են համարվել որպես երրորդ ջերմային համակարգ, իրենց սեփական ջերմաստիճանով։ Բայց վերադառնանք դեպի այն, ինչ մենք կարող ենք չափել եւ դիտել։ Տիեզերական ֆոնային ճառագայթումը, այդ մութ ջերմության ծովը, որը լցնում է ամբողջ տարածությունը։ Երբ աստղաֆիզիկոսները առաջին անգամ չափեցին դրա ջերմաստիճանը 2.7 աստիճան, նրանք հասկացան, որ այդ ճառագայթումը ունի անհավատալի կարևոր հատկանիշ՝ այն համասեռ է։ Անկախ նրանից, թե դուք նայում եք հյուսիս, հարավ, արևելք կամ արևմուտք, անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում տիեզերքում, ֆոնային ճառագայթման ջերմաստիճանը նույնն է, մինչև 1000-րդականով աստիճան։ Սա հեքիաթային նշանակություն ունի։ Սա ցույց է տալիս, որ տիեզերքը մի ժամանակ եղել է անհավատալի տաք եւ խիտ, եւ այդ ջերմությունը հավասարակշռված էր ամբողջ տարածության վրա։ Բայց կան փոքր տատանումներ։ Տիեզերական ֆոնային ճառագայթման քարտեզի վրա, որը ստացվել է Պլանք տիեզերանավի միջոցով, կարելի է տեսնել տարածքներ, որտեղ ջերմաստիճանը մի փոքր բարձր է, 0.0003 աստիճանով, եւ տարածքներ, որտեղ մի փոքր ցածր է։ Այս տատանումները արտացոլում են խտության փոքր տարբերություններ վաղ տիեզերքում։ Եվ հենց այդ տատանումներից են աճել գալակտիկաները, աստղերը, ձմոլորակները։ Պատկերացրեք տիեզերքը 300,000 տարի հետո մեծ պայթյունից։ Ամեն ինչ լցված է պլազմայով, հիդրոգենի եւ հելիումի իոնված ատոմներով միախառնված էլեկտրոնների հետ։ Ջերմաստիճանը մոտ 3000 աստիճան։ Լույսը չի կարող ճանապարհորդել ազատ, քանի որ ֆոտոնները անընդհատ բախվում են էլեկտրոնների։ Տիեզերքն անթափանց է լույսի համար։ Ապա, մի որոշակի պահի, ջերմաստիճանը իջնում է բավականաչափ, որպեսզի էլեկտրոնները միախառնվեն պրոտոնների հետ, ձևավորելով նեյտրալ ատոմներ։ Այս պահը կոչվում է ռեկոմբինացիա։ Հանկարծակի լույսը կարող է ճանապարհորդել ազատ։ Ֆոտոնները, որոնք մինչ այդ բախվում էին էլեկտրոններին, հիմա անցնում են առանց խոչընդոտի։ Եվ այդ ֆոտոնները, արտադրված 300,000 տարի հետո մեծ պայթյունից, այժմ լրացնում են ամբողջ տիեզերքը որպես տիեզերական ֆոնային ճառագայթում։ Բայց ինչու է այդ ճառագայթումը այսօր ունենում 2.7 աստիճան, մինչդեռ այն ծնվել է 3000 աստիճանով։ Պատասխանը՝ տիեզերքի ընդլայնումը։ Տիեզերքի ընդլայնման հետ ալիքի երկարությունները ձգվում են։ Ֆոտոնները, որոնք մի ժամանակ էին տեսանելի լույսի տիրույթում, այժմ ձգվել են մինչև միկրոալիքային տիրույթ։ Եվ քանի որ ֆոտոնի էներգիան հակադարձ համեմատական է ալիքի երկարությանը, այդ ձգումը նշանակում է էներգիայի կորուստ։ Ջերմաստիճանը իջնում է ճիշտ այնպես, ինչպես տիեզերքը ընդլայնվում է։ Կալիֆոռնիայի համալսարանի տեսաբանները հաշվարկել են, որ տիեզերքի ամեն անգամ 2 անգամ ավելանալիս ջերմաստիճանը կրճատվում է 2 անգամ։
Երբ տիեզերքն էր կիսով չափի ավելի փոքր, քան այսօր, ֆոնային ճառագայթման ջերմաստիճանը կազմում էր 5.4 աստիճան։ Երբ այն կլինի 2 անգամ ավելի մեծ, քան այսօր, ջերմաստիճանը կիջնի մինչև 1.3 աստիճան։ Սա նշանակում է, որ տիեզերքը շարունակում է սառչել։ Բայց ոչ այնպես, ինչպես սառչում է տաք թեյի բաժակը սենյակում։ Տիեզերքը սառչում է այն պատճառով, որ այն ընդլայնվում է, մեծացնելով հեռավորությունները ամեն ինչի միջև եւ ձգելով ֆոտոնների ալիքները։ Եվ այս սառչումը կշարունակվի մինչև տիեզերքը կդառնա անսահման մեծ եւ անսահման սառը։ Բայց կա մի տարօրինակ առաջարկություն, որը հանգեցնում է դեպի նոր հարցեր։ Ինչու է տիեզերքը ընդլայնվում արագացող տեմպով։ Մենք գիտենք, որ գրավիտացիան պետք է դանդաղեցնի ընդլայնումը, բայց դիտարկումները ցույց են տալիս, որ ընդլայնումը արագանում է։ Սա բացատրվում է գաղտնի էներգիայով, անհայտ ուժով, որը լցնում է տարածությունը եւ մղում է տիեզերքն ավելի արագ ընդլայնվել։ Գաղտնի էներգիան ունի մի տարօրինակ հատկություն։ Այն չի խտանում, երբ տիեզերքը ընդլայնվում է։ Սովորական նյութի եւ էներգիայի խտությունը նվազում է, քանի որ նույն քանակությունը տարածվում է ավելի մեծ ծավալի վրա։ Բայց գաղտնի էներգիայի խտությունը մնում է հաստատուն։ Սա նշանակում է, որ տիեզերքի ընդլայնման հետ գաղտնի էներգիան դառնում է ավելի ու ավելի դոմինանտ։ Միլիարդավոր տարիների հետո, երբ տիեզերքը կլինի հսկայական, գաղտնի էներգիան կկազմի գրեթե ամբողջ էներգիայի բյուջեն։ Գալակտիկաները կլինեն այնքան հեռու միմյանցից, որ միմյանց լույսը կիսպառի նախքան հասնելը։ Աստղերը կսպառեն իրենց վառելիքը եւ կմարեն։ Սև խոռոչները կիսպառեն Հոքինգի ճառագայթման միջոցով։ Եվ տիեզերքը կմնա որպես անսահման սառը, անսահման մութ դատարկություն, լցված միայն գաղտնի էներգիայով եւ համարյա զրոյական ջերմաստիճանով։ Բայց այդ ապագան հասնելու համար մնացել են տասնանկ 100 միլիարդ տարի։ Այժմ մենք ապրում ենք տիեզերքի ոսկե դարում, երբ աստղերը վառվում են, գալակտիկաները պտտվում են եւ կյանքը հնարավոր է։ Եվ հենց այս պահին, երբ դուք կարդում եք այս տողերը, ձեր շուրջը տիեզերական ֆոնային ճառագայթումը անցնում է անտեսանելի, պահպանելով իր 2.7 աստիճանը, խոսելով տիեզերքի անցյալի եւ ապագայի մասին։ Բայց հենց այստեղ, այս ամենից հետո, առաջանում է մի հարց, որը շատերն են տանում իրենց հետ գիշերային խորհրդածությունների մեջ։ Եթե արեգակը այդքան հզոր էներգիայի աղբյուր է, եթե տիեզերական ֆոնային ճառագայթումը լցնում է ամբողջ տարածությունը, ինչու մենք չենք կարող օգտագործել այդ էներգիան։ Ինչու մենք պետք է վառենք վառելիք, եւ չափազանց անսահման էներգիա անցնում է մեր կողքով յուրաքանչյուր վայրկյան։ Լոնդոնի Քվինիսի համալսարանում 1998 թվականին ֆիզիկոս Ջոն Բարոուն հաշվարկեց մի զարմանալի արդյունք։ Նա վերցրեց կատարյալ սև մարմնի տեսական մոդել, 1 քառակուսի մետր մակերես, որը կլանում է բոլոր ալիքների երկարությունները, եւ տեղադրեց այն տիեզերական դատարկության մեջ։ Հեռու ցանկացած աստղից, լցված միայն տիեզերական ֆոնային ճառագայթմամբ։ Որքան էներգիա կկարողանար այդ մակերեսը կլանել 1 վայրկյանում։ Պատասխանը եկավ անսպասելի։ 3.1 անգամ 10 բացասական 6-րդ աստիճանի վատ։ Քառակուսի մետրի համար։ Ամբողջ վայրկյանի համար։ Սա այնքան փոքր է, որ չէլ բավականացներ անգամ փոքրիկ լամպի լուսավորությանը 1 միլիարդերորդ վայրկյանի ընթացքում։ Համեմատության համար արեգակի լույսը երկրի վրա տրամադրում է մոտ 1000 վատ քառակուսի մետրի համար, միլիարդ անգամ ավելի հզոր։ Սա առաջին սահմանն է։ Տիեզերական ֆոնային ճառագայթումը, թեև լցնում է ամբողջ տարածությունը, ունի այնքան ցածր էներգիայի խտություն, որ գործնականում անօգտագործելի է որպես էներգիայի աղբյուր։ Բայց կա երկրորդ, ավելի խորը սահման՝ Կարնոյի օրենքը։ Ֆրանսիացի ինժեներ Նիկոլա Լեոնար Սադի Կարնոն 1822 թվականին ձևակերպեց թերմոդինամիկայի ամենաֆունդամենտալ սահմանափակումներից մեկը։ Ցանկացած ջերմային շարժիչ, որը վերածում է ջերմությունը աշխատանքի, չի կարող լինել ավելի արդյունավետ, քան տարբերությունը տաք եւ սառը աղբյուրների ջերմաստիճանների միջև։ Եթե դուք ունեք տաք աղբյուր 300 աստիճան եւ սառը աղբյուր 20 աստիճան, առավելագույն արդյունավետությունը կլինի 38%։ Մնացած 62%-ը անխուսափելիորեն կորչում է որպես անօգտակար ջերմություն։ Հիմա պատկերացրեք, որ դուք փորձում եք կառուցել շարժիչ, որը աշխատում է տիեզերական ֆոնային ճառագայթումից։ Ձեր տաք աղբյուրը 2.7 աստիճան։ Ձեր սառը աղբյուրը, բայց սպասեք, ո՞րն է ձեր սառը աղբյուրը։ Տիեզերական ֆոնային ճառագայթումն արդեն իսկ սառագույնն է տիեզերքում։ Չկա ոչինչ ավելի սառը, որին կարող եք մերժել ջերմությունը։ Առանց սառը աղբյուրի Կարնոյի օրենքը տալիս է զրոյական արդյունավետություն։
Դուք չեք կարող արդյունահանել էներգիա ջերմային համակարգից, որը արդեն իսկ ջերմային հավասարակշռության մեջ է իր շրջապատի հետ։ Քեմբրիջի համալսարանի տեսաբան Դեյվիդ Դոյչը 1200 թվականին հրապարակեց մի հոդված, որտեղ ավելի խորը բացատրեց այս սահմանափակումը։ Նա ցույց տվեց, որ ինֆորմացիոն տեսության տեսանկյունից էներգիայի արդյունահանումը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կա էնտրոպիայի գրադիենտ, տարբերություն կարգի և անկարգության միջև։ Տիեզերական ֆոնային ճառագայթումը գտնվում է առավելագույն էնտրոպիայի վիճակում, կատարյալ հավասարակշռության մեջ։ Այն նման է սենյակի, որտեղ օդը ունի բացարձակ միատեսակ ջերմաստիճան։ Դուք չեք կարող ստանալ աշխատանք այդ օդից, քանի որ չկա տարբերություն, որը կարող եք շահագործել։ Սակայն արեգակի դեպքում ամեն ինչ այլ է։ Արեգակը տաք աղբյուր է, 5500 աստիճան, և տիեզերական դատարկությունը սառը աղբյուր է, 2,7 աստիճան։ Հսկայական տարբերություն, հսկայական գրադիենտ։ Եվ կյանքը երկրի վրա հենց դրանով է շահագործում այդ գրադիենտը։ Բույսերը ֆոտոսինթեզի միջոցով կլանում են արևային ֆոտոնները և վերածում են դրանց քիմիական էներգիայի, պահպանված գլյուկոզայի մոլեկուլներում։ Կենդանիները սպառում են այդ գլյուկոզան և վերածում են շարժման, մտածողության, կյանքի։ Յուրաքանչյուր քայլում մի մասը էներգիայի կորչում է որպես ջերմություն, որը ճառագայթվում է հետ դեպի տիեզերք։ Բայց այդ կորուստը անխուսափելի է։ Կարնոյի օրենքը թելադրում է, որ ոչ մի գործընթաց չի կարող լինել 100% արդյունավետ։ Միջազգային կենսաֆիզիկայի ինստիտուտի գիտնականները 1995 թվականին հաշվարկեցին ֆոտոսինթեզի իրական արդյունավետությունը։ Ամենալավագույն պայմաններում, երբ բույսը ստանում է օպտիմալ լույս և չունի սթրես, ֆոտոսինթեզի արդյունավետությունը հասնում է 6%։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 100 ֆոտոն, որը բախվում է տերևին, միայն 6-ը վերածում են պահպանված քիմիական էներգիայի։ Մնացած 94-ը կորչում են որպես ջերմություն, անդրադարձված լույս, կամ օգտագործվում են բույսի այլ գործընթացներում։ Համեմատության համար արևային պանելների արդյունավետությունը կազմում է մոտ 20%։ Մարդկային ինժեներական տեխնոլոգիան ավելի լավ է, քան միլիարդավոր տարիների էվոլյուցիան։ Բայց երկու դեպքում էլ մենք բախվում ենք նույն սահմանափակումներին։ Լույսի էներգիայի մեծ մասը պարզապես հնարավոր չէ վերածել օգտակար աշխատանքի։ Թերմոդինամիկայի օրենքները անողոք են։ Սակայն կա մի տարօրինակ հնարավորություն, որը երկար ժամանակ գրավել է ֆիզիկոսների երևակայությունը։ Մաքսվելի դևը։ Սկոտլանդացի ֆիզիկոս Ջեյմս Քլերկ Մաքսվելը 1871 թվականին առաջարկեց մտքային փորձ։ Պատկերացրեք սենյակ, որը բաժանված է երկու կեսի։ Սենյակի երկու կողմերում գազը ունի նույն ջերմաստիճանը, բայց կա փոքրիկ դուռ բաժանիչ պատի մեջ, և դրա կողքին կանգնած է խելացի էակ՝ դևը։ Դևը դիտում է գազի մոլեկուլները։ Երբ արագ շարժվող մոլեկուլ մոտենում է ձախ կողմից, դևը բացում է դուռը և թույլ է տալիս դրան անցնել աջ կողմ։ Երբ դանդաղ շարժվող մոլեկուլ մոտենում է աջ կողմից, դևը բացում է դուռը և թույլ է տալիս դրան անցնել ձախ կողմ։ Ժամանակի ընթացքում աջ կողմը լցվում է արագ մոլեկուլներով և տաքանում է, մինչդեռ ձախ կողմը լցվում է դանդաղ մոլեկուլներով և սառչում է։ Դևը ստեղծել է ջերմաստիճանային տարբերություն առանց աշխատանքի կատարման։ Սա թվում էր հակասում թերմոդինամիկայի երկրորդ օրենքին։ Բայց 100 տարի անց, 1971 թվականին, ամերիկացի ֆիզիկոս Չարլզ Բենեթը լուծեց այս պարադոքսը։ Նա ցույց տվեց, որ դևը, որպեսզի դիտի և որոշումներ կայացնի, պետք է ունենա հիշողություն։ Եվ երբ այդ հիշողությունը լցվում է, դևը պետք է ջնջի հին ինֆորմացիան, ազատելու տեղ տնօրի համար։ Ինֆորմացիայի ջնջումը, ինչպես ցույց տվեց Բենեթը, անխուսափելիորեն արտադրում է ջերմություն։ Եվ այդ ջերմության քանակը ճիշտ հավասարակշռում է էնտրոպիայի կրճատումը, որը դևը ստեղծեց, տեսակավորելով մոլեկուլները։ Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը մնում է անխախտ։ Սա ավելի խորը պարադոքս է, քան կարող է թվալ։ Սա ցույց է տալիս, որ ինֆորմացիան և էներգիան կապված են ֆունդամենտալ մակարդակում։ Դուք չեք կարող ստեղծել կարգ, չավելացնելով անկարգություն ուրիշ տեղ։ Դուք չեք կարող խաղալ տիեզերքի հետ։ Եթե փորձեք խաբել թերմոդինամիկան մի տեղ, նա կվրեժխնդրի մեկ այլ տեղ։ Պրինսթոնի ինստիտուտի տեսաբանները 1998 թվականին առաջարկեցին քվանտային տարբերակ Մաքսվելի դևի։ Երբ քվանտային համակարգը չափվում է, այն կուլ է տալիս որոշակի քանակություն էներգիա անկախ չափման արդյունքից։ Սա նշանակում է, որ նույնիսկ իդեալական, բացարձակ արդյունավետ դև կպահանջեր էներգիա, պարզապես դիտելու համար։ Եվ այդ էներգիայի կորուստը, կրկին, հավասարակշռում է ցանկացած էնտրոպիայի կրճատում։ Վերադառնանք, որ տիեզերքը վերջավոր է և փակ։ Հիմա մենք գիտենք, որ տիեզերքը ընդլայնվում է անվերջորեն, և գաղտնի էներգիան արագացնում է այդ ընդլայնումը։ Սա փոխում է պատկերը։
Տիեզերքը չի հասնի ջերմային մահի մի միատեսակ վիճակով, քանի որ այն անընդհատ մեծանում է։ Փոխարենը, տիեզերքը կշարունակի ընդլայնվել, գալակտիկաները կհեռանան միմյանցից, աստղերը կսպառեն իրենց վառելիքը, եւ վերջնականապես յուրաքանչյուր տարածաշրջան կդառնա մեկուսացված անսահման մութ դատարկություն, լցված միայն գաղտնի էներգիայով եւ մի քանի թափ երբեք չբախվելով միմյանց։ Սակայն նույնիսկ այդ վերջնական անապատում կարող են տեղի ունենալ իրադարձություններ։ Ավստրիացի ֆիզիկոս Լյուդվիգ Բոլցմանը 1894 թվականին առաջարկեց մի զարմանալի գաղափար։ Նա ասաց, որ նույնիսկ համակարգում, որը գտնվում է առավելագույն էնտրոպիայի վիճակում, պատահական տատանումները կարող են ստեղծել կարգի տեղային կղզիներ։ Այսինքն, եթե դուք սպասեք բավականաչափ երկար, պատահական շարժումներով ատոմները կարող են հավաքվել այնպես, որ ստեղծեն բարդ կառուցվածքներ, նույնիսկ ողջ գալակտիկա կամ նույնիսկ մարդու գիտակցություն։ Սա կոչվում է Բոլցմանի ուղեղ։ Գաղափարը հետևյալն է. անսահման ժամանակի ընթացքում, անսահման տիեզերքում պատահականությունը կարող է ստեղծել ցանկացած կոնֆիգուրացիա, որքան էլ անհավանական լինի այն։ Եթե դուք սպասեք 10 բացասական 10 միլիարդերորդ աստիճանի տարի, կարող է հանկարծակի հայտնվել հատված տիեզերքի, որտեղ ատոմները պատահականորեն հավաքվել են եւ ձևավորել աստղ, մոլորակ, ագահեղչուր գիտակցություն։ Այդ գիտակցությունը կապրի մի պահ եւ ապա կտարածվի կրկին։ Բայց այստեղ կա պարադոքս։ Ավելի հավանական է, որ պատահականությունը կստեղծի միայն մեկ ուղեղ, անկախ մարմնից, անկախ մոլորակից, ուղեղ, որն ունի կեղծ հիշողություններ եւ ապրում է մի կարճ պահ, քան ամբողջ տիեզերք աստղերով եւ գալակտիկաներով։ Քանի որ մի ուղեղը ստեղծելը պահանջում է շատ ավելի քիչ հավանականության անկում, քան ամբողջ տիեզերք, սա կոչվում է Բոլցմանի ուղեղի պարադոքս, եւ այն մեկն է ժամանակակից կոսմոլոգիայի ամենաանհանգստացնող խնդիրներից։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբան Շոն Քարոլը 1207 թվականին առաջարկեց լուծում։ Նա ասաց, որ եթե մեր տիեզերքն իսկապես սկսել է ցածր էնտրոպիայի վիճակից, մեծ պայթյունից, ապա մենք չպետք է լինենք Բոլցմանի ուղեղներ, քանի որ ավելի հեշտ էր ստեղծել ողջ տիեզերքը ցածր էնտրոպիայով, քան սպասել անսահման ժամանակ պատահական տատանման։ Բայց սա պահանջում է բացատրել, թե ինչու մեծ պայթյունը ուներ այդքան ցածր էնտրոպիա։ Եվ այդ հարցը դեռ առեղծվածային է։ Հիմա եկեք վերադառնանք այն հարցին, որը շատերը տանում են իրենց հետ գիշերային խորհրդածությունների մեջ։ Մենք ապրում ենք տիեզերքում, որը լցված է էներգիայով։ Մեր գլխից վեր հսկայական աստղ է վառվում, յուրաքանչյուր վայրկյան արտադրելով էներգիա, որը համարժեք է 4 միլիոն տոննա զանգվածի։ Տիեզերական ֆոնային ճառագայթումը լցնում է յուրաքանչյուր խորանարդ սանտիմետր տարածության։ Գաղտնի էներգիան մղում է տիեզերքը ավելի արագ ընդլայնվել։ Ինչու մենք չենք կարող օգտագործել այս ամենը։ Պատասխանը կայանում է ոչ թե էներգիայի բացակայության մեջ, այլ օգտագործելի էներգիայի բացակայության մեջ։ Օգտագործելի էներգիան էքսերգիա, էներգիա, որը կարող է վերածվել աշխատանքի։ Եվ օգտագործելի էներգիան գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ կա էնտրոպիայի գրադիենտ, տարբերություն կարգավորված եւ անկարգ վիճակների միջև։ Արեգակը տրամադրում է հսկայական գրադիենտ, 5500 աստիճան դեմ 2.7 աստիճանի։ Բույսերը, կենդանիները, մարդիկ, մեքենաները, բոլորը շահագործում ենք այդ գրադիենտը։ Բայց յուրաքանչյուր օգտագործումը կրճատում է գրադիենտը։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք վերածում ենք էներգիան աշխատանքի, մենք ավելացնում ենք էնտրոպիան։ Եվ վերջնականապես, միլիարդավոր տարիներ անց արեգակը կմարի, գրադիենտը կվերանա եւ կյանքը կդադարի։ Բայց մինչև այդ մենք ունենք ժամանակ։ Մենք ունենք հնարավորություն։ Մենք ապրում ենք տիեզերքի պատմության մի կարճ պահում, երբ աստղերը վառվում են, գրադիենտները գոյություն ունեն եւ կյանքը հնարավոր է։ Եվ հենց այս գիտակցությունը պետք է ընդգծվի։ Մենք չենք ապրում տիեզերքի տիպիկ վիճակում։ Տիեզերքի տիպիկ վիճակը սառը, մութ, դատարկ։ Մենք ապրում ենք անսովոր, հազվագյուտ պահում, երբ տեղական տատանումը ստեղծել է պայմաններ բարդության, կազմակերպման, կյանքի համար։ Օքսֆորդի համալսարանի ֆիլիսոփա Նիկ Բոստրոմը 1203 թվականին առաջարկեց մի գաղափար, որը կոչվում է անթրոպիկ տեսություն։ Նա ասաց, որ մենք չպետք է զարմանանք, որ ապրում ենք անսովոր պայմաններում, քանի որ կյանքը կարող է գոյություն ունենալ միայն անսովոր պայմաններում։ Մենք չէինք կարող դիտել տիեզերքը, եթե այն դեռ լիներ սառը եւ դատարկ, կամ եթե այն լիներ հոմող պլազմա, մեծ պայթյունից մի վայրկյան հետո։ Մենք ստիպված ենք գտնվել այնտեղ եւ այն ժամանակ, երբ պայմանները թույլ են տալիս կյանք եւ գիտակցություն։ Սա նման է հարցին, ինչու մենք ապրում ենք երկրի վրա, այլ ոչ Վեներայի կամ Մարսի վրա։
Պատասխանը պարզ է, քանի որ երկիրը միակ մոլորակն է մեր համամակարգում, որտեղ կյանքը հնարավոր է։ Եթե մենք ապրեինք Վեներայի վրա, մենք չէինք ապրի, քանի որ 465 աստիճանի եւ 90 մթնոլորտ ճնշման պայմաններում կյանքը հնարավոր չէ։ Նմանապես, մենք ապրում ենք տիեզերքի պատմության այն կարճ հատվածում, երբ աստղերը վառվում են, քանի որ միայն այն ժամանակ մենք կարող ենք գոյություն ունենալ։ Բայց կա ավելի խոր սահման, որի մասին մենք դեռ պետք է խոսենք։ Մինչև հիմա մենք խոսել ենք ջերմաստիճանի եւ էներգիայի մասին, բայց ինչպես է վերաբերվում այդ ամենը տարածությանը եւ ժամանակին։ Այնստենի ընդհանուր հարաբերականության տեսությունը ցույց տվեց, որ տարածությունը եւ ժամանակը կապված են նյութի եւ էներգիայի հետ։ Ծանր նյութը ծռում է տարածությունը, դանդաղեցնում է ժամանակը։ Սև խոռոչի մոտ, որտեղ գրավիտացիան անհավատալի հզոր է, ժամանակը գրեթե կանգ է առնում արտաքին դիտորդի համար։ Բայց արդյոք ջերմաստիճանը ազդում է տարածության եւ ժամանակի վրա։ Անուղղակիորեն այո։ Սթիվեն Հոքինգը 1974 թվականին բացահայտեց, որ սև խոռոչները ունեն ջերմաստիճան։ Մինչև այդ բոլորը կարծում էին, որ սև խոռոչները բացարձակ սև են, որևէ բան չի կարող դուրս գալ նրանցից։ Բայց Հոքինգը կիրառեց քվանտային մեխանիկա գրավիտացիային եւ ցույց տվեց, որ սև խոռոչների հորիզոնի մոտ ստեղծվում են վիրտուալ մասնիկների զույգեր՝ մասնիկ եւ հակամասնիկ։ Եթե մեկը ընկնում է սև խոռոչի մեջ, մյուսը կարող է փախչել։ Եվ այդ փախուստը համարժեք է ճառագայթման։ Հոքինգի ճառագայթումը ունի ջերմաստիճան, որը հակադարձ համեմատական է սև խոռոչի զանգվածին։ Փոքր սև խոռոչները տաք են։ Հսկայական սև խոռոչները, ինչպիսիք կան գալակտիկաների կենտրոններում, անհավատալի սառ են։ Արևակնային զանգվածի սև խոռոչի ջերմաստիճանը կլինի 0.0000006 աստիճան։ Մի միլիարդ արևային զանգվածի սև խոռոչի ջերմաստիճանը կլինի 0.000000006 աստիճան։ Այսինքն, սառագույն բաները տիեզերքում չեն տիեզերական դատարկությունը, այլ հսկայական սև խոռոչները։ Սակայն սև խոռոչները կորցնում են զանգված Հոքինգի ճառագայթման միջոցով։ Երբ նրանք ճառագայթում են, նրանք թեթևանում են, եւ երբ նրանք թեթևանում են, նրանց ջերմաստիճանը բարձրանում է։ Սա ստեղծում է դրական հետադարձ կապ։ Ավելի տաք սև խոռոչը ավելի արագ ճառագայթում է, ավելի արագ կորցնում է զանգված, դառնում է ավելի տաք եւ այդպես շարունակ։ Վերջնականապես, սև խոռոչը պայթում է անհավատալի պայթյունով։ Բայց այդ պայթյունը տեղի կունենա միայն 10 բացասական 100-րդ աստիճանի տարի անց։ Արևակնային զանգվածի սև խոռոչի սպառման ժամանակը կազմում է 10 բացասական 65-րդ աստիճանի տարի։ Համեմատության համար տիեզերքի ներկայիս տարիքը 13.7 միլիարդ տարի է, կամ մոտ 10/10 աստիճանի տարի։ Սև խոռոչների սպառումը տեղի կունենա անհամեմատ ավելի հեռավոր ապագայում, քան ցանկացած այլ գործընթաց, որը մենք կարող ենք պատկերացնել։ Եվ հենց այստեղ մենք հասնում ենք մեր պատմության ամենախորը շերտին։ Մենք խոսեցինք ջերմաստիճանի, էներգիայի, էնտրոպիայի, տիեզերքի սկզբի եւ վերջի մասին։ Բայց բոլոր այս հայեցակարգերը հիմնված են ֆիզիկական օրենքների վրա, որոնք մենք պարզել ենք մեր փորձից։ Արդյոք այդ օրենքները բացարձակ են։ Արդյոք դրանք աշխատում են ամենուրեք եւ միշտ։ Իմ բուրգը ոչ։ Ֆիզիկական օրենքները, ինչպես մենք հասկանում ենք դրանք, գործում են մեր տիեզերքում, մեր էներգիայի մակարդակներում, մեր տարածական եւ ժամանակային մասշտաբներում։ Բայց եթե մենք գնանք բավականաչափ ծայրահեղ պայմաններ, բավականաչափ բարձր էներգիաներ, բավականաչափ փոքր հեռավորություններ, բավականաչափ ուժեղ գրավիտացիոն դաշտեր, հնարավոր է, որ այդ օրենքները փոփոխվեն։ Թերմոդինամիկան գեղեցիկ է իր պարզության մեջ։ Էներգիան պահպանվում է, էնտրոպիան ավելանում է։ Բայց քվանտային մակարդակում նույնիսկ այս պարզ օրենքները դառնում են խճճված։ Վիրտուալ մասնիկները հայտնվում են եւ անհետանում են, խախտելով էներգիայի պահպանումը կարճ ժամանակամիջոցներում։ Հայզենբերգի անորոշության սկզբունքը թույլ է տալիս էներգիայի տատանումներ, որոնք դասական ֆիզիկայում անհնար են։ Կամբրիջի համալսարանի տեսաբանները 1998 թվականների վերջում հաշվարկեցին, որ քվանտային տատանումները կարող են ազդել նույնիսկ տիեզերական մասշտաբների վրա։ Վաղ տիեզերքում, երբ ամեն ինչ խիտ էր եւ տաք, քվանտային տատանումները ստեղծեցին խտության անհամասեռություններ, որոնք հետագայում աճեցին եւ դարձան գալակտիկաները, աստղերը, մարդիկը։ Մենք իսկապես քվանտային տատանումների սերունդներն ենք։ Բայց կա մի հարց, որը դեռևս անպատասխան է։ Ինչու մեծ պայթյունը ուներ այդքան ցածր էնտրոպիա։ Ինչու սկզբնական տիեզերքը չէր միատեսակ քաոս։ Ինչու այն ուներ կազմակերպում, կառուցվածք, պոտենցիալ աճի համար։ Սա մնում է կոսմոլոգիայի ամենախորը առեղծվածներից մեկը։ Մի հնարավոր պատասխան։
ինֆլյացիա։ Հիպոթեզը, որ վաղ տիեզերքը անցել է անսովոր արագ ընդլայնման փուլ, որի ընթացքում այն մեծացել է 10 բացասական 32-րդ աստիճանի անգամ մի կարճ պահում, ինֆլյացիան կարող էր հարթել բոլոր անհամասեռությունները, ստեղծել միատեսակ տիեզերք, եւ ապա, երբ ինֆլյացիան դադարեց, քվանտային տատանումները սկսեցին աճել։ Բայց ինչու ինֆլյացիան տեղի ունեցավ։ Ինչու այն դադարեց հենց այն պահին, երբ այն դադարեց։ Ինչու ինֆլյացիայի դաշտի պարամետրերը ճիշտ այն արժեքներն ունեին, որոնք անհրաժեշտ էին կյանքի համար։ Սրանք հարցեր են, որոնց մենք դեռ չունենք վերջնական պատասխաններ։ Եվ հենց այստեղ մենք բախվում ենք գիտության ամենախորը սահմանին։ Մենք կարող ենք չափել, հաշվարկել, բացատրել այն, ինչ տեղի է ունեցել մեծ պայթյունից հետո։ Բայց ինչով է պայմանավորված մեծ պայթյուն ինքը։ Ինչու կա որևէ բան, այլ ոչ ոչինչ։ Ինչու ֆիզիկական օրենքները այնպիսին են, ինչպիսին են, այլ ոչ տարբեր։ Սրանք հարցեր են, որոնք գտնվում են ֆիզիկայի եւ փիլիսոփայության սահմանագծում։ Եվ թերևս հենց այս հարցերն են ամենակարևորները։ Քանի որ երբ մենք փորձում ենք պատասխանել դրանց, մենք հարկադրված ենք վերաքննել մեր ամենաբազային պատկերացումները իրականության մասին։ Եվ հենց այստեղ, այս հարցերի առջև կանգնած, մենք սկսում ենք հասկանալ մի ավելի խոր ճշմարտություն։ Տիեզերքի սառնությունը, այդ -271 աստիճանը, որը շրջապատում է Արեգակի 5500 աստիճանի տաքությունը, այս հակասությունը ոչ թե սխալ է բնության մեջ, այլ ճիշտ այն պայմանն է, որը թույլ է տվել մեզ գոյություն ունենալ։ Պատկերացրեք, որ տիեզերքն այլ կերպ էր կազմակերպված։ Պատկերացրեք, որ Արեգակի ճառագայթումը իսկապես տաքացներ շրջապատող դատարկությունը, լցներ այն պլազմայով եւ էներգիայով։ Ապա երկիրը լողարտակ, խիտ միջավայրում, որտեղ յուրաքանչյուր քայլ կլիներ պայքար ընդդեմ տաք գազերի հոսքերի։ Մթնոլորտը չէր կարող ձևավորվել, օվկիանոսները չէին կարող կայունանալ։ Կյանքը, ինչպես մենք ճանաչում ենք այն, անհնար էր լինի։ Բայց տիեզերքը ընտրեց այլ ճանապարհ։ Այն ստեղծեց հսկայական դատարկություններ աստղերի միջև։ Այն թույլ տվեց ջերմությանը ճառագայթվել անվերադարձ անվերջություն։ Եվ հենց այդ դատարկության, այդ սառնության շնորհիվ մեկուսացված կղզիներ, ինչպիսին է երկիրը, կարող էին ստեղծել տեղական պայմաններ ջերմության, կայունության, բարդության համար։ Սա նման է հարցին. ինչու է անապատը այդքան շոգ օր, բայց այդքան սառը գիշեր։ Պատասխանը, քանի որ չկա խոնավություն, չկա մթնոլորտային խտություն, որը կպահպաներ ջերմությունը։ Ջերմությունը տարածվում է անարգել երկինք եւ կորչում տիեզերական սառնության մեջ։ Բայց հենց այդ ծայրահեղությունը, այդ տատանումը ստեղծում է պայմաններ հատուկ կյանքի ձևերի համար՝ կակտուսներ, սողուններ, միջատներ, որոնք հարմարվել են գոյատևել այդ խիստ միջավայրում։ Նմանապես տիեզերքում։ Սառը դատարկությունը ոչ թե արգելք է կյանքի համար, այլ նախապայման։ Այն թույլ է տալիս աստղերին վառել կայուն կերպով միլիարդավոր տարիներ։ Այն թույլ է տալիս մոլորակներին պահպանել իրենց ուղեցղերը առանց դիմադրության։ Այն ստեղծում է գրադիենտներ, տաք եւ սառը միջև, որոնք սնուցում են բոլոր բարդ գործընթացները։ Բայց հիմա եկեք խորանանք ավելի փիլիսոփայական հարթություն։ Երբ մենք նայում ենք տիեզերք եւ տեսնում ենք այդ հսկայական ջերմաստիճանային տարբերությունները, աստղերի միլիոնավոր աստիճաններ, միջաստղային տարածության -271 աստիճան, սև խորոշների ձի գրեթե բացարձակ 0, մենք տեսնում ենք մի տիեզերք, որը գտնվում է թերմոդինամիկական անհավասարակշռության մեջ։ Եվ հենց այդ անհավասարակշռությունը թույլ է տալիս իրադարձություններ տեղի ունենալ։ Դասական թերմոդինամիկայում կա մի հայեցակարգ, որը կոչվում է ազատ էներգիա։ Սա է էներգիան, որը կարող է կատարել օգտակար աշխատանք։ Եվ ազատ էներգիան գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ կա անհավասարակշռություն։ Երբ ամեն ինչ հասնում է թերմոդինամիկական հավասարակշռությանը, երբ բոլոր ջերմաստիճանները հավասարվում են, երբ էնտրոպիան հասնում է մաքսիմումի, ազատ էներգիան դառնում է 0։ Եվ երբ ազատ էներգիան 0 է, ոչինչ չի կարող տեղի ունենալ։ Ոչ շարժում, ոչ փոփոխություն, ոչ կյանք։ Տիեզերքը, ինչպես մենք տեսնում ենք այն այսօր, լի է ազատ էներգիայով։ Աստղերը վառվում են, գալակտիկաները պտտվում են, պլանետները շարժվում են, կյանքը ծաղկում է։ Բոլոր այս գործընթացները սնվում են հսկայական ջերմաստիճանային գրադիենտներից, որոնք տիեզերքը ժառանգել է իր ծննդից, մեծ պայթյունից։ Բայց յուրաքանչյուր վայրկյան այդ գրադիենտները հարթվում են։ Յուրաքանչյուր ֆոտոն, որը ճառագայթվում է աստղից եւ կորչում է դատարկության մեջ, յուրաքանչյուր ջերմային փոխանակում, յուրաքանչյուր ֆիզիկական գործընթաց, բոլորն էլ ավելացնում են տիեզերքի ընդհանուր էնտրոպիան եւ կրճատում են ազատ էներգիան։
1855 թվականին գերմանացի ֆիզիկոս Ռուդոլֆ Կլաուզիուսը ձևակերպեց երկու պարզ արտահայտություն, որոնք ամփոփում են թերմոդինամիկայի էությունը։ Առաջին. տիեզերքի էներգիան հաստատուն է։ Երկրորդ. տիեզերքի էնտրոպիան միտում է մաքսիմումի։ Այս երկու հարթ նախադասությունները պարունակում են ողջ տիեզերքի ճակատագիրը։ Էներգիան չի ստեղծվում և չի ոչնչանում, այն միայն փոխակերպվում է ձևից ձև։ Բայց յուրաքանչյուր փոխակերպում ավելացնում է էնտրոպիան, անկարգության չափը։ Եվ երբ էնտրոպիան հասնում է մաքսիմումի, երբ ամեն ինչ հավասարակշռվում է, տիեզերքի պատմությունը ավարտվում է։ Ոչ պայթյունովնով, ոչ կոլապսով, այլ պարզապես դանդաղ մարմամբ դեպի միատեսակ, սառը մութ հավերժություն։ Սա կոչվում է ջերմային մահ։ Տիեզերքի վերջնական վիճակը, երբ բոլոր աստղերը մարել են, բոլոր սև խոռոչները սպառվել են հոքինգի ճառագայթման միջոցով և մնացել է միայն անսահման սառը դատարկություն, լցված միատեսակ ցածր էներգիայի ճառագայթմամբ, որի ջերմաստիճանը ուղղված է դեպի բացարձակ 0։ Բայց մինչև այդ մենք ունենք ժամանակ, անհավատալի երկար ժամանակ։ Արեգակը շարունակելու է վառել դեռ 5 միլիարդ տարի։ Երբ այն սպառի իր հիդրոգենի պաշարները և վերածվի կարմիր հսկայի, այն կլանի երկիրը։ Բայց մինչև այդ, մեր մոլորակի վրա կարող են ծնվել և անհետանալ անհամար քաղաքակրթություններ։ Գալակտիկաները շարունակելու են ձևավորել նոր աստղեր դեռ 10 միլիարդ տարի։ Ապա աստղաձևավորումը դանդաղ կդադարի, քանի որ գազի պաշարները կսպառվեն։ Բայց նույնիսկ հին աստղերը կշարունակեն վառել տասնյակ միլիարդավոր տարիներ։ Ամենափոքր աստղերը, կարմիր թզուկները, կարող են վառել 10-13-րդ աստիճանի տարի։ Սա 10,000 միլիարդ անգամ ավելի երկար է, քան տիեզերքի ներկայիս տարիքը։ Բայց նույնիսկ դրանք կմարեն։ Եվ ապա կմնան սպիտակ թզուկները, աստղերի մնացորդները, որոնք դանդաղ կսառչեն 10-15-րդ աստիճանի տարիների ընթացքում։ Սև խոռոչները կապրեն ավելի երկար։ Հսկայական սև խոռոչները գալակտիկաների կենտրոններում կսպառվեն հոքինգի ճառագայթման միջոցով միայն 10-100-րդ աստիճանի տարի անց։ Եվ նույնիսկ դրանից հետո, երբ բոլոր սև խոռոչները սպառվել են, կլինի դեռ մի խորհրդավոր հնարավորություն։ Քվանտային տատանումները, այն պատահական էներգիայի տատանումները, որոնք թույլատրվում են Հայզենբերգի անորոշության սկզբունքով, կարող են անհավատալի երկար ժամանակ սպասելուց հետո պատահականորեն ստեղծել նոր կառուցվածքներ, նոր բարդություն, նույնիսկ նոր կյանք։ Բայց այս գործընթացները կկատարվեն այնպիսի անհավատալի երկար ժամանակամիջոցներում, որ մեր ներկա լեզուն չունի բառեր դրանք նկարագրելու համար։ 10 բացասական 10 միլիարդերորդ աստիճանի տարի։ Մեր մտքերը չեն կարող իսկապես հասկանալ այդպիսի թվերը։ Եվ հենց այստեղ մենք հասնում ենք մի խորը փիլիսոփայական առեղծվածի։ Եթե տիեզերքի ճակատագիրն է դանդաղ սառչել և մարել, եթե բոլոր աստղերը, բոլոր գալակտիկաները, բոլոր կառուցվածքները միայն ժամանակավոր են, եթե վերջնականում ամեն ինչ կվերածվի միատեսակ սառնության, ապա ինչ իմաստ ունի այդ ամենը։ Ինչի համար է աստղերը վառվում, կյանքը ծնվում, գիտակցությունը զարգանում, եթե վերջնական ճակատագիրը ոչնչացումն է։ Սա հին հարց է, որը տանջել է փիլիսոփաներին և մտածողներին հազարավոր տարիներ։ Բայց գուցե պատասխանը կայանում է ոչ թե վերջնական ելքում, այլ ինքը ճանապարհում։ Տիեզերքն այն չէ, որ պարզապես գոյություն ունի։ Այն ապրում է, այն փոփոխվում է, այն ստեղծում է նորը, և հենց այդ գործընթացը ոչ թե վերջնական նպատակը կարող է լինել իմաստը։ Երբ աստղը ծնվում է գազի ամպից, երբ մոլորակը ձևավորվում է նրա շուրջ, երբ առաջին մոլեկուլները միավորվում են և ստեղծում են կյանք, երբ կյանքը էվոլյուցիայի միջոցով զարգանում է բարդ ձևերի, երբ գիտակցությունը ծնվում է և սկսում է հասկանալ տիեզերքը, այս ամենը չեն պարզապես ֆիզիկական գործընթացներ, դրանք նաև են հրաշքներ։ Տիեզերքը, որը սկսվել է որպես պարզ պլազմա մեծ պայթյունից հետո, դանդաղ բարդացել է։ Ատոմները ձևավորվել են, աստղերը սինթեզել են ծանր տարրերը, այդ տարրերը տարածվել են տիեզերքով և ստեղծել են նոր աստղեր, մոլորակներ, կյանք։ Յուրաքանչյուր քայլ այս ճանապարհին մեծացրել է բարդությունը, կազմակերպումը, տեղեկատվությունը։ Եվ հենց դա է այն, ինչ մենք կոչում ենք էվոլյուցիա։ Ոչ միայն կենսաբանական էվոլյուցիա, այլ տիեզերական էվոլյուցիա։ Տուցիա, տիեզերքի շարժումը պարզից դեպի բարդ, ոչ հոմոգենից դեպի կազմակերպված, անտեղեկությունից դեպի գիտակցություն։ Բայց այս էվոլյուցիան հնարավոր է միայն այն պատճառով, որ տիեզերքը գտնվում է անհավասարակշռության մեջ։ Միայն այն պատճառով, որ կան աստղեր, որոնք տաք են, և դատարկություն, որը սառը է։ Միայն այն պատճառով, որ կա ազատ էներգիա, որը սնուցում է բարդության ստեղծումը։
Եվ երբ այդ ազատ էներգիան սպառվի, երբ տիեզերքը հասնի թերմոդինամիկական հավասարակշռությանը, էվոլյուցիան կդադարի։ Բարդությունը դանդաղ կքայքայվի, կազմակերպումը կվերածվի անկարգության, եւ վերջում կմնա միայն միատեսակ սառնություն։ Բայց մինչև այդ, միլիարդավոր տարիներ, հնարավոր է տասնյակ միլիարդավոր կամ ավելի, տիեզերքը շարունակելու է ստեղծել, փոփոխվել, բարդանալ։ Եվ հենց այստեղ մենք հասնում ենք մի այլ փիլիսոփայական մոտեցման։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կոսմոլոգ Ալան Գութը 1982 թվականին նկարագրեց մի սցենար, որը կոչվում է հավերժական ինֆլյացիա։ Ըստ այս մոդելի, մեր տիեզերքը միայն մի փոքր պուպուլ է անսահման ավելի մեծ մուլտիվերսում։ Ինֆլյացիան, այդ արագ ընդլայնումը, որը տեղի ունեցավ մեր տիեզերքի ծննդից հետո, երբեք չի դադարել ամբողջովին։ Այն շարունակվում է մուլտիվերսի մեկ այլ հատվածներում, անընդհատ ստեղծելով նոր պուպուլներ, նոր տիեզերքներ, յուրաքանչյուրը իր սեփական ֆիզիկական օրենքներով, իր սեփական հաստատումներով, իր սեփական ճակատագրով։ Եթե սա ճիշտ է, ապա մեր դիտարկումները տիեզերքի ջերմաստիճանի մասին, մեր հասկացողությունը էներգիայի եւ էնտրոպիայի մասին վերաբերում են միայն մեր տիեզերքին։ Մուլտիվերսում կարող են լինել տիեզերքներ, որտեղ ջերմաստիճանը սահմանվում է ամբողջովին այլ կերպ։ Տիեզերքներ, որտեղ թերմոդինամիկայի օրենքները տարբեր են։ Տիեզերքներ, որտեղ գոյություն ունեն այլ ձևերի էներգիա, այլ տեսակի նյութ, այլ չափումներ։ Բայց մենք չենք կարող դիտել այդ տիեզերքները։ Մենք կարող ենք միայն ենթադրել դրանց գոյության մասին տեսական հիմքերի վրա։ Եվ հենց այստեղ գիտությունը հանդիպում է իր սահմանին։ Կա այն, ինչ մենք կարող ենք դիտել, չափել, ստուգել, եւ կա այն, ինչ մենք կարող ենք միայն ենթադրել, հավատալ, երևակայել։ Մեր տիեզերքը, ինչպես մենք դիտում ենք այն, ունի որոշակի հատկություններ։ Այն ունի 3 տարածական չափում եւ 1 ժամանակային։ Այն ունի 4 հիմնական ուժեր՝ գրավիտացիա, էլեկտրամագնիսական, թույլ ատոմային, ուժեղ ատոմային։ Այն ունի որոշակի ֆիզիկական հաստատուններ՝ լույսի արագություն, Պլանկի հաստատուն, գրավիտացիոն հաստատուն, որոնք սահմանում են ֆիզիկական օրենքների բնույթը։ Բայց ինչու հենց այս արժեքները։ Ինչու լույսի արագությունը հենց 300,000 կմ/վայրկյանում, այլ ոչ ավելի արագ կամ դանդաղ։ Ինչու գրավիտացիոն հաստատունը հենց այդպիսին է, այլ ոչ ուժեղ կամ թույլ։ Եթե գրավիտացիան լիներ մի փոքր ավելի ուժեղ, տիեզերքը կոլապսավորվեր իր սեփական ծանրության տակ, նախքան աստղերը ձևավորելը։ Եթե այն լիներ մի փոքր ավելի թույլ, գազը երբեք չէր խտանար բավականաչափ աստղեր ստեղծելու համար։ Եթե ուժեղ ատոմային ուժը լիներ մի փոքր այլ, ատոմային միջուկները չէին կարող կայուն լինել, եւ ողջ նյութը քայքայվեր։ Այս ճշգրիտ հավասարակշռությունը, այս դյուրաշխարհացումը ֆիզիկական հաստատունների կոչվում է նուրբ հավասարակշռություն կամ անթրոպիկ սկզբունք։ Տիեզերքը կարծես հավասարակշռված է հենց այն կերպ, որը թույլ է տալիս կյանքի եւ գիտակցության գոյությունը։ Մի բացատրություն, պատահականություն։ Մենք ապրում ենք տիեզերքում, որն ունի այս հատկությունները, քանի որ այլ տիեզերքներում կյանքը անհնար կլիներ եւ հետեւաբար ոչ ոք չէր լինի դիտելու դրանք։ Սա անթրոպիկ պատճառաբանությունն է։ Մենք դիտում ենք այն տիեզերքը, որը թույլ է տալիս մեզ գոյություն ունենալ, քանի որ այլ տիեզերքներում մենք չէինք լինի դիտողներ։ Մեկ այլ բացատրություն՝ դիզայն։ Մի բանակիրթ ընտրեց այս ֆիզիկական հաստատունները հենց այդպես, որպեսզի կյանքը հնարավոր լինի։ Բայց այս բացատրությունը միայն տեղափոխում է հարցը մի քայլ հետ, ով ստեղծեց ստեղծողին եւ ինչու նա ընտրեց այս հատկանիշները։ Երրորդ բացատրություն՝ մուլտիվերս։ Կան անսահման շատ տիեզերքներ, յուրաքանչյուրը տարբեր ֆիզիկական հաստատուններով։ Մենք ապրում ենք տիեզերքներից մեկում, որտեղ հաստատունները թույլ են տալիս կյանք, քանի որ միայն այդպիսի տիեզերքներում կան դիտողներ։ Սա նույնպես անթրոպիկ տրամաբանության տարատեսակ է, բայց այն պահանջում է ընդունել մուլտիվերսի գոյությունը։ Որն այս բացատրություններից ճիշտ է, մենք չգիտենք, եւ գուցե երբեք չիմանանք։ Բայց հենց այս անհայտությունը, այս խորը պարադոքսը հենց այն է, ինչ դարձնում է գիտությունը հետաքրքիր։ Գիտությունը ոչ թե ավարտված գիտելիքների մի շարք է, այլ շարունակական հետազոտության գործընթաց։ Յուրաքանչյուր պատասխան բերում է նոր հարցեր, յուրաքանչյուր բացահայտում բացում է նոր առեղծվածներ։ Երբ մենք սկսել ենք այս պատմությունը, մենք ունեինք մի պարզ հարց. ինչու տիեզերքը սառ է, երբ արեգակը տաք է։ Հիմա, այս ճանապարհի վերջում, մենք հասկացանք, որ այդ հարցը միայն մուտքն է դեպի անհավատալի ավելի խոր հարցերի աշխարհ։ Մենք սովորեցինք, որ ջերմությունը կարող է փոխանցվել միայն 3 եղանակներով, եւ տիեզերական դատարկության մեջ աշխատում է միայն մեկը՝ ճառագայթումը։
Մենք սովորեցինք, որ տարածությունը գրեթե կատարյալ դատարկ է, եւ հենց այդ դատարկությունը թույլ է տալիս արեգակին ճառագայթել իր էներգիան անարգել։ Մենք սովորեցինք, որ տիեզերական ֆոնային ճառագայթումը սահմանում է տիեզերքի հիմնական ջերմաստիճանը 2,7 աստիճան բացարձակ 0-ից բարձր, եւ այդ ճառագայթումը մնացորդն է մեծ պայթյունից։ Մենք սովորեցինք, որ տիեզերքը շարունակում է ընդլայնվել եւ սառչել, եւ վերջնականում այն կհասնի թերմոդինամիկական հավասարակշռությանը՝ ջերմային մահվան։ Բայց մենք նաև սովորեցինք, որ մինչև այդ մենք ունենք անհավատալի երկար ժամանակ։ Ժամանակ, որի ընթացքում տիեզերքը կշարունակի ստեղծել, փոփոխվել, բարդանալ։ Եվ գուցե ամենակարևոր դասը, որը մենք ստացանք՝ կյանքը, գիտակցությունը։ Մեր գոյությունը հնարավոր են միայն այն պատճառով, որ տիեզերքը գտնվում է անհավասարակշռության մեջ։ Միայն այն պատճառով, որ կա տաք եւ սառը, լույս եւ մութ, կարգ եւ քաոս։ Այժմ եկեք վերադառնանք այնտեղ, որտեղից սկսեցինք։ Հիշում եք այն պարադոքսը, որը բացեց այս պատմությունը։ Արեգակը 5500 աստիճան, տիեզերքը -271 աստիճան։ Այս անհավատալի տարբերությունը, որը թվում էր հակասող ամեն ինչին, ինչ մենք գիտենք ջերմության եւ էներգիայի մասին, հիմա մենք հասկանում ենք։ Այդ տարբերությունը ոչ թե պարադոքս է, այլ անհրաժեշտություն։ Այդ սառը դատարկությունը, որը շրջապատում է տաք աստղերը, ոչ թե հակասություն է, այլ պայման։ Պայման կյանքի համար, պայման բարդության համար, պայման մեր գոյության համար։ Յուրաքանչյուր գիշեր, երբ դուք նայում եք երկինք եւ տեսնում եք աստղերը, դուք տեսնում եք այդ հսկայական տարբերությունը։ Մեկ կողմից աստղերը, այդ հրավառ կեթերը անսահման սառը ծովի մեջ, մյուս կողմից դատարկությունը, այդ անդարձ սառնությունը, որը ներծծում է ամեն ինչ։ Բայց այդ սառնությունը ոչ թե թշնամի է, այն ընկեր է։ Այն թծին թույլ է տալիս աստղերին վառել։ Այն պահպանում է մեր մոլորակը կայուն ուղեցրում։ Այն ստեղծում է պայմաններ, որոնք թույլ են տալիս մեզ գոյություն ունենալ, մտածել, հարցնել։ Եվ երբ մենք հարցնում ենք, ինչու տիեզերքը այդպես է, ինչու ֆիզիկական օրենքները այնպիսին են, ինչպիսին են, ինչու կյանքը հնարավոր է, մենք իսկապես հարցնում ենք. ով ենք մենք, որտեղ ենք մենք, ինչու ենք մենք։ Եվ գուցե այս հարցերը, այս խորը փիլիսոփայական հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները, քանի որ հարցնելու ակտը, փորձելու հասկանալու ակտը այն է, ինչ դարձնում է մեզ մարդ։ Մենք կանգնած ենք մոլորակի վրա, որը պտտվում է աստղի շուրջը, որը շարժվում է գալակտիկայի միջով, որը լողում է տիեզերքում։ Մեր գլխից սինթեզելով ծանր տարրերը։ Մոլորակները ձևավորվել են, կյանքը ծնվել է, էվոլյուցիան բարդացրել է այն, եւ վերջում հայտնվել է գիտակցությունը, տիեզերքի ունակությունը հասկանալու ինքն իրեն։ Մենք մարդիկ, տիեզերքի մի փոքր մասը, որը դարձել է գիտակից։ Մենք աստղերի փոշին ենք, որը սովորել է մտածել։ Ատոմներն ենք, որոնք ծնվել են մեծ պայթյունից, ստեղծվել են աստղերում, տարածվել են տիեզերքով, ձևավորվել են մոլորակների վրա, կազմակերպվել են կյանքի մեջ, եւ հիմա կանգնած են երկնահեգեղ գիշերը եւ հարցնում են ինչու։ Եվ գուցե հենց այդ հարցը, ինչու, ամենակարևորն է։ Ոչ թե պատասխանը, այլ հարցը, ոչ թե գիտելիքը, այլ փնտրումը, ոչ թե հասկանալը, այլ զարմանալը։ Տիեզերքը շարունակելու է ընդլայնվել, աստղերը շարունակելու են վառել եւ մարել, գալակտիկաները շարունակելու են հեռանալ միմյանցից, էնտրոպիան շարունակելու է աճել։ Եվ մի օր, անհավատալի հեռու ապագայում, տիեզերքը կհասնի իր վերջնական վիճակին, սառը, մութ, միատեսակ։ Բայց մինչև այդ, այսօր, այս պահին։ Երբ դուք կարդում եք այս տողերը կամ լսում եք այս խոսքերը, դուք ապրում եք տիեզերքի ոսկե դարում։ Դարում, երբ աստղերը վառվում են, երբ կյանքը ծաղկում է, երբ գիտակցությունը զարգանում է, երբ մարդկությունը սկսել է հասկանալ իր տեղը տիեզերքում։ Դուք մաս եք կազմում այս պատմության։ Ձեր մարմինը կազմված է ատոմներից, որոնք ստեղծվել են աստղերում։ Ձեր կյանքը սնվում է արեգակի էներգիայից։ Ձեր գիտակցությունը արտադրանքն է միլիարդավոր տարիների էվոլյուցիայի։ Ձեր մտքերը, ձեր զգացմունքները, ձեր երազները բոլորն էլ մաս են տիեզերքի անդադար փոփոխության եւ բարդացման գործընթացի։ Եվ երբ դուք նայում եք երկինք գիշերը եւ տեսնում եք աստղերը, հիշեք, դուք նայում եք հետ ժամանակի մեջ։ Այդ լույսը, որը հասնում է ձեր աչքերը, սկսել է իր ճանապարհը տարիներ, տասնյակ տարիներ, հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ։ Դուք տեսնում եք տիեզերքի անցյալը, բայց դուք նաեւ տիեզերքի ներկան եք։ Եվ գուցե, եթե մարդկությունը գոյատևի բավականաչափ երկար, եթե մենք սովորենք ապրել կայունակերպով, եթե մենք պահպանենք մեր մոլորակը, եթե մենք շարունակենք հետազոտել, բացահայտել, զարգանալ, մենք կարող ենք նաև լինել տիեզերքի ապագան։ Գուցե մի օր մարդկությունը կտարածվի այլ մոլորակների վրա։
Գուցե մենք կսովորենք օգտագործել աստղերի էներգիան ավելի արդյունավետ կերպով։ Գուցե մենք կբացահայտենք նոր ֆիզիկական օրենքներ, նոր էներգիայի ձևեր, նոր եղանակներ գոյություն ունենալու։ Կամ գուցե մենք կմնանք այստեղ, մեր փոքր կապույտ մոլորակի վրա, պահպանելով կյանքը, ստեղծելով գեղեցկություն, փնտրելով իմաստ այն կարճ ժամանակի ընթացքում, որը մեզ տրված է։ Ոչ ոք չգիտի ապագան, բայց մեկ բան հաստատ է, այժմ, այս պահին մենք ապրում ենք։ Մենք շնչում ենք, մենք մտածում ենք, մենք զարմանում ենք։ Եվ երբ դուք հաջորդ անգամ կզգաք արեգակի ջերմությունը ձեր դեմքի վրա, հիշեք, այդ ջերմությունը ճանապարհորդել է 150 միլիոն կիլոմետր դատարկության միջով, անցել է այդ սառը անվերջության միջով, որպեսզի հասնի ձեզ։ Հիշեք, որ յուրաքանչյուր ֆոտոն, որը շոշափում է ձեր մաշկը, սկսել է իր ճանապարհը արեգակի միջուկում, որպես միաձուլման ռեակցիայի արդյունք։ Հիշեք, որ այդ էներգիան, որը տաքացնում է ձեր մարմինը, միևնույն էներգիան է, որը սնուցում է ողջ կյանքը երկրի վրա։ Եվ երբ դուք կանգնեք ձմռան գիշերը եւ կզգաք սառը օդը, հիշեք, այդ սառնությունը միայն տեղական երևույթ է։ Ձեր գլխից վեր, մթնոլորտից դուրս, տիեզերական տարածությունը պահպանում է իր -271 աստիճանը անկախ եղանակից, եղանակաշրջանից, աստղերից։ Հիշեք, որ այդ սառնությունը ոչ թե բացակայություն է, այլ ներկայություն։ Տիեզերական ֆոնային ճառագայթման ներկայություն, մեծ պայթյունի էխոյի ներկայություն, ամենահին լույսի ներկայություն, որը դեռ գոյություն ունի տիեզերքում։ Մենք սկսել ենք մի պարզ հարցով. ինչու տիեզերքը սառ է, երբ արեգակը տաք է։ Մենք ավարտում ենք մի խորը ըմբռնմամբ. տիեզերքը սառ է, քանի որ այն գրեթե դատարկ է, եւ հենց այդ դատարկությունը, սյունը, այդ սառնությունը, այն պայմանն է, որը թույլ տվեց մեզ գոյություն ունենալ, տիեզերքը դիտել եւ հարցնել. ինչու։ Պատասխանը ոչ թե ավարտվում է այստեղ, այն միայն սկսվում է։ Քանի որ յուրաքանչյուր պատասխան գիտության մեջ միշտ բացում է դռներ դեպի նոր հարցեր։ Ինչու ֆիզիկական հաստատունները ճիշտ այդպիսին են։ Ինչու տիեզերքն ունի հենց 3 տարածական չափում։ Ինչու գաղտնի էներգիան գոյություն ունի։ Ինչու մութ նյութը անտեսանելի է։ Ինչու գիտակցությունը ծնվեց անգիտակից նյութից։ Ինչու կա որևէ բան, այլ ոչ ոչինչ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ սպասում են բացահայտմանը։ Գուցե հաջորդ սերնդի ֆիզիկոսները, աստղաֆիզիկոսները, փիլիսոփաները կգտնեն այդ պատասխանները։ Գուցե դուք, ով լսում եք այս խոսքերը, կլինեք նրանցից մեկը։ Բայց նույնիսկ եթե մենք երբեք չգտնենք վերջնական պատասխանները, փորձը կարող է բավարար լինել։ Քանի որ հարցնելը, փնտրելը, զարմանալը, սրանք են, որ դարձնում են մեզ մարդ։ Եվ գուցե վերջում ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե ինչու տիեզերքը այդպես է, այլ ինչպես ենք մենք ապրում այդ տիեզերքում։ Ինչպես ենք մենք օգտագործում մեր կարճ ժամանակը այստեղ։ Ինչպես ենք մենք ստեղծում իմաստ մի տիեզերքում, որը ըստ թերմոդինամիկայի դատապարտված է սառչել եւ մարել։ Գուցե իմաստը ոչ թե տրված է, այլ ստեղծվում է։ Գուցե կյանքի իմաստը ոչ թե բացահայտել, այլ կերտել։ Եվ գուցե, վերջում, հարցը ոչ թե այն է, թե ինչու մենք այստեղ ենք, այլ ինչ ենք մենք անելու այն հանգամանքով, որ մենք այստեղ ենք։ Տիեզերքը մեծ է, հին է, անհասկանալի է, բայց մենք, փոքր, կարճաժամկետ, սահմանափակիկ արարածները, մենք ունենք մի բան, որը տիեզերքը իր ամբողջ անվերջությամբ չի կարող ունենալ առանց մեզ։ Գիտակցություն, ունակություն զարմանալու, ունակություն հարցնելու, ունակություն ստեղծելու իմաստ։ Եվ երբ հաջորդ գիշեր դուք կնայեք երկինք եւ կտեսնեք աստղերը, հիշեք, դուք տիեզերքի մի մասն եք, որը դարձել է գիտակից, եւ այդ գիտակցությունը, որքան էլ կարճատև, որքան էլ փոքր, գուցե ամենահրաշալի բանն է, որ տիեզերքը երբևէ ստեղծել է։ Արեգակը շարունակելու է վառել, տիեզերքը շարունակելու է սառչել, բայց այժմ, այս պահին, մենք այստեղ ենք։